Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Առավոտը սկսվեց խաբեությամբ, Անի Հարությունյանը պառկած էր անկողնում և դեմքին արտահայտում էր տառապանք։ Երբ մայրը նայեց սենյակը, 12-ամյա աղջիկը ձեռքը դրեց ճակատին և հառաչելով ասաց. «Մամ, ես հիվանդ եմ, կարող է այսօր դպրոց չգնամ»։ Մարիամ Հարությունյանը նստեց անկողնու եզրին և զգուշորեն դիպավ դստեր ճակատին։ Նրա շագանակագույն աչքերը ուշադիր ուսումնասիրում էին Անիի դեմքը, փորձելով հասկանալ, թե որքան լուրջ է վիճակը։ Կինը աշխատում էր որպես վաճառող խորհրդատու Պրովանս կոսմետիկայի խանութում, քաղաքի ծայրամասում գտնվող մեծ Grand Plaza առևտրի կենտրոնում, և ուշանալ չէր կարող։ «Կարծես ջերմություն չկա», մտածված ասաց Մարիամը, «բայց դու գունատ ես»։ Գլուխս ցավում է, Անին գլխով արեց, ավելացնելով համոզչականություն իր խաղին։ Իրականում ոչ մի հիվանդություն չկար։ Պարզապես այսօր դպրոցում մաթեմատիկայից ստուգարք էր, որին նա ընդհանրապես չէր պատրաստվել։ Վերջին 3 օրերին Անին նստած էր սոցիալական ցանցերում, ընկերների հետ գրագրություն անելով և լրահոսը թերթելով հավասարումներ լուծելու փոխարեն։ «Լավ, տանը մնա», որոշեց մայրը, գուրգուրելով դստեր շագանակագույն մազերը։ «Սառնարանում սուպ կա, միկրոալիքային վառարանում կտաքացնես, գլխացավի դեմ հաբերը կթողնեմ սեղանին, եթե վատանաս, անմիջապես զանգիր»։ «Շնորհակալ եմ, մամ», Անին թույլ ժպիտ ցույց տվեց։ Մարիամը արագ հավաքվեց աշխատանքի, նա հագավ խիստ սև տաբատ և սպիտակ բլուզ։ Խանութի դրես կոդը պահանջում էր էլեգանտ տեսք։ Բեժ գույնի բաց վերարկուն կախված էր մուտքի մոտիկ հագուստի կախիչի վրա։ Կինը վերարկուն գցեց ուսերին, համբուրեց դստեր ճակատին և դուրս եկավ դռնից։ Դուռը սեղմվեց, և բնակարանը ընկավ լռության մեջ։ Անին սպասեց, մինչև մոր ոտնաձայները աստիճաններով հանգստացան և հաղթական ցատկեց անկողնուց։ Ոչ մի թուլություն կամ գլխացավ։ Նա միացրեց համակարգիչը և նստեց աթոռին, կանխատեսելով ազատ ամբողջ օրը։ Կարելի է սերիալ դիտել, խաղալ, որքան ուզի պարկել։ Դպրոցական խնդիրները շատ հեռու էին թվում։ Աղջիկը խորասուզվեց նոր սերիալի դիտման մեջ, պատանիների մասին։ Ժամանակն աննկատ թռչում էր։ Մոտավորապես կեսօրին Անին զգաց, որ սկսում է քնել։ Սերիալը այնքան էլ գրավիչ չէր, որքան խոստանում էին ինտերնետում։ Նա որոշեց մի փոքր քնել հյուրասենյակի բազմոցին։ Քունը քաղցր և խորն էր։ Անին նույնիսկ չնկատեց, թե ինչպես ընկավ լիակատար խավարի մեջ, որտեղ ոչ մտքեր կային, ոչ երազներ, բայց ինչ-որ բան կտրուկ դուրս քաշեց նրան այդ վիճակից։ Ձայն։ Մետաղյա ծանոթ ձայն, որը նա լսում էր ամեն օր բազմիցս։ Բանալինը պտտվում էր մուտքի դռան փականի մեջ։ Անին կտրուկ բացեց աչքերը, սիրտը ավելի արագ զարկեց։ Մայրը, բայց նա չպետք է վերադառնար երեկոյան ժամը 7-ից առաջ։ Աղջիկը նայեց ժամացույցին, կեսօր է, ինչ է պատահել։ Միգուցե մորը աշխատանքից վաղաժամ արձակել են։ Անին վեր չկացավ բազմոցից։ Ինչ-որ բան ստիպեց նրան սառել և թաքնվել։ Միգուցե ինտուիցիան էր, միգուցե պարզապես չցանկանալը բացատրել մորը, թե ինչու է ոչ անկողնում, այլ բազմոցին քնած համակարգչի առջև։ Աղջիկը արագ փակեց աչքերը, թողնելով միայն նեղ ծեղք, որով կարող էր դիտել մուտքը։ Դուռը անաղմուկ բացվեց։ Հենց շեմին հայտնվեց կանացի ուրվագիծ, բայց դա մայրը չէր։ Անին կճանաչեր մոր ուրվագիծը հազարի մեջ։ Սա Անուշ Սարգսյանն էր, մոր կրտսեր քույրը։ Անուշը սովորաբար այլ տեսք ուներ, սովորաբար նա ուրախ էր, աղմկոտ, միշտ վառ շուրթերի վրա պայծառ շրթներկով և բարձր ծիծաղով։ Նա աշխատում էր փոքրիկ հյուրանոցում որպես ադմինիստրատոր և սիրում էր զվարճալի պատմություններ պատմել հյուրերի մասին։ Անին միշտ ուրախանում էր նրա այցելություններով։ Անուշը բերում էր նվերներ և կարողանում էր տոնական տրամադրություն ստեղծել։ Բայց հիմա կինը շարժվում էր բոլորովին այլ կերպ, գողի պես սողալով։ Նա զգուշորեն փակեց դուռը, նույնիսկ ամբողջությամբ չսեղմելով փականը, որպեսզի չլինի բարձր ճռոց։ Նրա դեմքը լարված էր, շուրթերը սեղմված։ Ոչ մի ուրախություն կամ անպաշտոնություն։ Նրա վրա մուգ ջինսեր և սև բաճկոն էին, կարծես հատուկ հագնված էր աննկատ մնալու համար։ Անին շունչը պահեց։ Ինչ է կատարվում։ Ինչու է Անուշն այդպես տարօրինակ պահում իրեն։ Անուշը շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք բնակարանում ոչ ոք չկա։ Բայց Անին անշարժ պառկած էր ինչպես մկնիկ, գլխով ծածկված վերմակով։ Մուտքից նրան չտեսավ։ Նա պայուսակից հանեց փոքրիկ փաթեթ։ Հեռվից էլ երևում էր, որ ներսում ինչ-որ բան փայլում է։ Անուշը արագ, հմուտ շարժումով, ձեռնոցներով ձեռքերով փաթեթը դրեց մոր կապույտ վերարկուի աջ գրպանը, հարթեցրեց գործվածքը և մեկ քայլ հետ գնաց, գնահատելով արդյունքը։ Հետո հանեց հեռախոսը, հանեց ձեռնոցը և հավաքեց ինչ-որ համար։ «Ես ամեն ինչ արեցի», ասաց Անուշը հանգիստ, բայց հստակ ձայնով։
Երեկոյան կարող եք գալ ոստիկանությամբ, այս հիմարը երբեք չի կռահի։ Անին զգաց, թե ինչպես Սառա Ալի քանցավ մեջքով։ Ինչ, ոստիկանություն, հիմար։ Նա խոսում է մոր մասին, դա անհնար է։ Նրանք քույրեր են, միշտ մոտ են եղել, թեկուզ երբեմն կռիվներ են ունեցել մանրուքների պատճառով։ Անուշը արագ ավարտեց խոսակցությունը, հեռախոսը դրեց գրպանը, նորից ձեռնոց հագավ եւ նույնպես անաղմուկ ուղղվեց ելքի կողմը։ Նա բացեց դուռը, դուրս սահեց դեպի հարկային աստիճան եւ զգուշորեն փակեց այն իր հետևից։ Փականի սեղմոցը հնչեց ինչպես կրակոց լռության մեջ։ Անին վերմակը նետեց հատակ, կտրուկ նստեց բազմոցին։ Ձեռքերը դողում էին, մտքերը խառնվում էին։ Ինչ է հիմա տեղի ունեցել։ Ինչու է Անուշը գաղտագողի մտել նրանց բնակարան եւ ինչ որ բան դրել մոր վերարկուի մեջ, եւ այդ արտահայտությունը ոստիկանության մասին։ Ինչ է նշանակում։ Աղջիկը ցատկեց եւ վազեց դեպի կախիչը։ Նրա մատները շոշափեցին աջ կրպանը եւ խորացան ներսը։ Այնտեղ իսկապես փոքրիկ թափանցիկ փաթեթ կար։ Անին հանեց այն եւ զգուշորեն բացեց։ Ներսում պառկած էր վզնոց, ադամանդյա վզնոց, որը փայլում էր ջահի լույսի տակ այնքան վառ, որ ցավում էր նայելը։ Քարերը խոշոր էին, իսկ տեսքը թանկարժեք եւ նրբագեղ։ Նույնիսկ Անին, ով չէր հասկանում ոսկերչական իրեր, հասկացավ, որ այս իրն արժե մեծ գումար։ Որտեղից է սա նրա մոտ, շշնջաց աղջիկը, պտտելով վզնոցը ձեռքերում։ Եվ հանկարծ նրան հասկացրեց։ Վերջին 2 օրերին քաղաքի բոլոր լուրերը խոսում էին միայն մեկ իրադարձության մասին։ Ադամանդյա շողեր ոսկերչական խանութի համարձակ կողոպուտի մասին, նույն Grand Plaza առևտրի կենտրոնում, որտեղ աշխատում էր մայրը։ Ոչ, վճռական ասաց Անին բարձրաձայն, այդպես չի լինի։ Նրա գլխում սկսեց ձևավորվել պլան։ Նա ունի մի քանի ժամ մինչև երեկո։ Պետք է ինչ-որ բան հորինել, ինչպես փրկել մորը եւ բացահայտել Անուշին։ Բայց ինչպես։ Եթե պարզապես ամեն ինչ պատմի մորը, նա չի հավատա։ Անուշը իր սեփական քույրն է, նրանք միասին են մեծացել։ Մայրը թասի, որ Անին ամեն ինչ հորինել է կամ սխալ է հասկացել։ Նա չի թույլ տա, որ իրենց ընտանիքը քանդվի։ Նա կպաշտպանի մորը, ինչ էլ որ դա արժենա։ Առաջին բանը, որ արեց Անին, հանեց իր հեռախոսը եւ լուսանկարեց վզնոցը բոլոր կողմերից։ Ձեռքերը դեռ մի փոքր դողում էին նյարդերից, բայց աղջիկը ստիպեց իրեն կենտրոնանալ։ Նա արեց մի քանի ընդհանուր լուսանկար, հետո խոշոր պլանով յուրաքանչյուր քարի, շրջանակի, ամրակի։ Հնարավոր է այս լուսանկարները կօգնեն ապացուցել, որ հենց այս վզնոցն է գողացված ոսկերչական խանութից։ Հետո Անին զգուշորեն դրեց զարդը նորից փաթեթի մեջ եւ վերադարձրեց մոր վերարկուի գրպանը։ Պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես դրել էր Անուշը, այլապես պլանը չի աշխատի։ Անին միացրեց համակարգիչը եւ բացեց բրաուզերը։ Նրա մատները արագ հավաքեցին որոնման հարցում Grand Plaza ոսկերչական խանութի գողոպուտ։ Էկրանը լցվեց նորությունների հղումներով եւ տեսանյութերով։ Անին ագահորեն կարդաց յուրաքանչյուր հոդված, կլանելով տեղեկատվությունը։ Գողոպուտը տեղի էր ունեցել 2 օր առաջ, երեկոյան, երբ առևտրի կենտրոնն արդեն փակ էր այցելուների համար, բայց վաճառողները, անվտանգության աշխատակիցները եւ մաքրողները դեռ ներսում էին։ Հանցագործները անջատել էին 3-րդ հարկի տեսախցիկները, որտեղ գտնվում էր ադամանդյա շողեր խանութը, ներս են մտել ծառայողական մուտքով եւ մի քանի րոպեում դուրս են բերել ոսկերչական իրերը։ Ոստիկանությունը կարծում էր, որ գողերը գործել են ներսից ստացված տեղեկատվությամբ։ Չափազանց պրոֆեսիոնալ էր արված գործողությունը։ Նրանք հստակ գիտեին տեսախցիկների տեղադրությունը, ազդանշանային համակարգի կոդերը եւ անվտանգության գրաֆիկը։ Հետաքննությունը վարում էր խումբ գլխավորությամբ մայոր Արմեն Գրիգորյանի։ Հատկապես հետաքրքիր էր այսօր առավոտյան հրապարակված վերջին լուրը։ Այնտեղ ասվում էր, որ ոստիկանությունը ստացել է անանուն աղբյուրից տեղեկություն գողացված իրերի հնարավոր գտնվելու վայրի մասին։ Պլանավորվել էր խուզարկություն մի քանի կասկածյալների մոտ։ Նշանակում է մեկը արդեն զանգել է ոստիկանություն եւ ասել մորս մասին, մտմտած Անին։ Ամենայն հավանականությամբ Անուշը կամ այն մարդը, ում հետ խոսում էր հեռախոսով։ Աղջիկը շարունակեց ուսումնասիրել տեղեկատվությունը։ Գողացված իրերի մեջ էին 4 ոսկե ապարանջաններ զմրուխտներով, 2 մատանիներ խոշոր ադամանդներով, ականջողեր սաֆիրներով, վզնոցի եւ ականջողերի հավաքածու կարմիր մարգարիտներով։ Եվ Անիի ուշադրությունը կենտրոնացավ մեկի վրա՝ հայտնի ոսկերիչ Ալեքսանդր Կոմոյանի աշխատանք, էքսկլյուզիվ ադամանդյա վզնոց, մոտ 2 միլիոն դրամ արժողությամբ։ Հատվածին գծված էր վզնոցի լուսանկարը։ Անին բացեց իր հեռախոսի լուսանկարները եւ համեմատեց։ Համընկնումը 100% էր։ Կոմոյան, մտածված ասաց Անին։ Սա նույն ազգանունն է, ինչ մեր դասարանցի Լիլիթի։ Լիլիթ Կոմոյանը սովորում էր Անիի հետ 7-րդ դասարանում,
բարձրահասակ, գեղեցիկ աղջիկ, երկար սև մազերով եւ նորաձև հագուստով։ Նա առանձին էր պահում իրեն, ընկերանում էր միայն մի քանի ընտրյալ աղջիկների հետ եւ երբեք չէր խոսում ընտանիքի մասին։ Բայց ամբողջ դասարանը գիտեր, որ նրա հայրը, հայտնի ոսկերիչը, մի քանի ոսկերչական խանութների սեփականատեր է։ Անի սիրտը ավելի արագ զարկեց, նշանակում է գողացել են Լիլիթի հոր խանութը, սա կարող էր լինել բանալին։ Պետք է կապվել Լիլիթի հետ եւ զգուշորեն տեղեկություններ քաղել կողոպուտի մասին։ Միգուցե նա գիտի որոշ մանրամասներ, որոնք չեն հայտնվել լուրերում։ Անին բացեց սոցիալական ցանցը եւ գտավ Լիլիթի էջը, աղջիկը արցանց էր։ Առանց երկար մտածելու Անին գրեց նրան հաղորդագրություն։ Ողջույն Լիլիթ, լսել եմ քո հոր խանութի կողոպուտի մասին, սարսափելի է։ Ինչպե՞ս եք դուք, ամեն ինչ կարգին է։ Պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Ողջույն Անի, շնորհակալ եմ, որ գրեցիր։ Մենք կարգին ենք, բայց հայրիկը շատ է տխրում։ Դա պարզապես խանութ չէր, նրա հպարտությունն էր։ Այնտեղ վաճառվում էին նրա սեփական աշխատանքի էքսկլյուզիվ զարդեր։ Ամին գրեց հաջորդ հաղորդագրությունը, փորձելով միաժամանակ ցույց տալ համակրանք եւ հետաքրքրասիրություն։ Իսկ ոստիկանությունը արդեն ինչ-որ բան իմացել է, լուրերում կարդացի, որ ստացել են ինչ-որ անանուն ազդակ։ Այո, այսօր առավոտյան մեկը անանուն զանգել է եւ ասել, որ գողացված իրերը կարող են լինել առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկի մոտ։ Ոստիկանությունը երեկոյան խուզարկություններ է անելու։ Հայրիկս հույս ունի, որ կգտնեն վզնոցը, դա նրա լավագույն աշխատանքն է վերջին 5 տարվա ընթացքում։ Անին սառեց, նշանակում է ամեն ինչ ընթանում է Անուշի պլանի համաձայն։ Անանուն զանգն արդեն արված է։ Ոստիկանությունը երեկոյան կգա եւ առաջին կասկածյալը կլինի մայրը, քանի որ նա աշխատում է նույն առևտրի կենտրոնում, թեկուզ մեկ այլ խանութում։ Լիլիթ, իսկ քո հայրիկը գիտի, թե ում են կասկածում, զգուշորեն հարցրեց Անին։ Ոչ, ոստիկանությունը անուն չի ասել։ Միայն ասել են, որ դա կին է, վաճառող խորհրդատու։ Գրանդ Պլազայում այդպիսիք շատ են։ Անին մտածեց, պետք է արագ գործել։ Նա շնորհակալություն հայտնեց Լիլիթին տեղեկատվության համար եւ փակեց զրույցը։ Պլանը սկսեց ձևավորվել նրա գլխում։ Առաջինը պետք է վզնոցը տեղափոխել մոր վերարկուից այլտեղ, այնտեղ, որտեղ այն կգտնեն իսկական մեղավորի մոտ։ Երկրորդը հավաքել ապացույցներ, որ հենց Անուշն է բերել զարդը նրանց բնակարան։ Եվ այստեղ Անին հիշեց մի կարևոր բան։ 3 ամիս առաջ, երբ հարևան բնակարանում գողություն էր եղել, մայրը կանչել էր վարպետի, ով դրան աչքի մեջ տեղադրել էր մանրանկարիչ տեսախցիկ։ Նա գրում էր ամեն ինչ, ինչ կատարվում էր աստիճանավանդակում, եւ պահպանում էր տեսանյութը փոքրիկ հիշողության քարտի վրա։ Եվ տեսախցիկը շարունակում էր աշխատել։ Միթե Անուշի այցը գրանցվել է տեսանյութի վրա։ Անին վազեց դեպի մուտքի դուռեր եւ կանգնեց ծայրամասերին, փորձելով նայել դրան աչքին։ Դրսից այն բոլորովին սովորական տեսք ուներ, բայց ներսից կարելի էր նկատել մանրիկ ոսպնյակը, եթե իմանաս թե ուր նայել։ Վարպետը ցույց էր տվել նրանց, թե ինչպես հանել հիշողության քարտը եւ դիտել գրառումները համակարգչում։ Աղջիկը զգուշորեն պտտեց դեկորատիվ օղակը աչքի շուրջը եւ հանեց տեսախցիկը։ Հիշողության քարտը գտնվում էր կողքին, հատուկ բնիկում։ Անին զգուշորեն հանեց այն եւ մտցրեց համակարգչի մեջ։ Էկրանին հայտնվեց թղթապանակը, տեսանիշերով։ Գրառումները դասավորված էին ըստ ամսաթվերի եւ ժամանակի։ Անին բացեց այսօրվա օրը եւ ոլորեց դեպի կեսօրի կեսը։ Սիրտը բաբախում էր սպասումից։ Ահա եւ այն։ Էկրանին հայտնվեց Անուշի ուրվագիծը։ Կինը զգուշորեն բացում էր դուռը բանալիով, շուրջը նայում եւ սահում էր բնակարանի ներսը։ Տեսանյութը հստակ էր։ Նրա դեմքը հիանալի տարբերվում էր։ Էկրանի անկյունում ժամանակը ցույց էր տալիս 12:27։ Անին պահպանեց այս հատվածը առանձին ֆայլում։ Հիանալի ապացույց, բայց դա բավարար չէր։ Պետք է ցույց տալ, որ Անուշը կապված է կողոպոտի հետ, եւ ոչ թե պարզապես եկել է քրոջ մոտ հյուր, երբ նա տանը չէ։ Աղջիկը մտածեց։ Նա խոսում էր հեռախոսով ինչ-որ մեկի հետ, ով օգնում էր նրան այս գործում։ Ով կարող էր լինել դա, եւ որտեղ է հիմա Անուշը։ Անին նորից բացեց սոցիալական ցանցը եւ մտավ Անուշ Սարգսյանի էջը։ Նա կանոնավոր կերպով հրապարակում էր լուսանկարներ եւ թարմացնում կարգավիճակները, սիրում էր կիսվել իր կյանքի մանրամասներով։ Վերջին գրառումը արվել էր 3 երեկոյան։ Լուսանկար ինչ-որ տղամարդու հետ սրճարանում։ Մակագրությունը գրում էր. «Երեկո սիրելիի հետ»։ Անին ուշադիր նայեց լուսանկարի տղամարդուն։ Նա մոտ 30 տարեկան էր։ Սպորտային կազմվածք, կարճ սանվարվածք, ձեռքին դաջվածք։ Դեմքը թվում էր մթագնած ծանոթ։ Որտեղ էր տեսել նրան։ Աղջիկը ոլորեց լրահոսը ավելի հեռու։ Այս տղամարդը կանոնավոր հայտնվում էր լուսանկարներում վերջին 2 ամիսների ընթացքում։ Մեկնաբանություններում ինչ-որ մեկը նրան անվանում էր Արմեն։ Անուշը պատասխանում էր սրտիկներով եւ սմայլիկներով։ Արմեն։ Անին լարեց հիշողությունը։ Հաստատ 2 շաբաթ առաջ, երբ Անուշը եկել էր նրանց մոտ ընտանեկան ընթրիքի, մայրը հարցրել էր նոր ընկերոջ մասին։ Անուշը պատմել էր, որ ծանոթացել է Արմեն Գևորգյանի հետ հյուրանոցում, որտեղ աշխատում է։ Նա վարձել էր համարը մի քանի
օրով։ Նրանք սկսել են շփվել եւ հերաբերություններ են սկսվել։ Մայրը զգուշորեն հետաքրքրվել է, թե ինչով է զբաղվում Արմենը։ Նա խուսափողաբար պատասխանել է. ինչ որ մասնավոր բիզնես, առանց մանրամասների։ Անին հիշում էր, որ մորը դուր չի եկել այդ Արմենը։ Հյուրերի հեռանալուց հետո մայրը ասել էր, որ տղամարդու հայացքը ինչ որ տարօրինակ է, եւ թվում է, թե նա ինքան էլ հուսալի մարդ չէ։ Միթե այս Արմեն Գևորքյանն է այն գողը, ում հետ կապվել է Անուշը։ Անին շարունակեց ուսումնասիրել էջը սոցցանցում, մեթոդաբար ոլորելով լուսանկարները եւ մեկնաբանությունները։ Նրա ուշադրությունը գրավեց 1 ամիս առաջ հրապարակված գրառումը։ Լուսանկարում Անուշը կանգնած էր Արմեն Գևորքյանի կողքին, ինչ որ պահեստի մոտ։ Մակագրությունը գրում էր. Արմենը ցույց է տալիս իր նոր գրասենյակը։ Շուտով մեծ փոփոխություններ։ Աղջիկը մեծացրեց լուսանկարը, փորձելով տեսնել մանրամասները։ Հետին պլանում երևում էր ցուցանակ։ Պահեստային տարածքներ, վարձակալություն։ Շենքի անկյունում նշված էր հասցեն, բայց լուսանկարում կարդալ չէր հաջողվում։ Անին անցավ որոնմանը եւ մուտքագրեց պահեստային տարածքներ։ Որոնիչը տվեց հասցեն։ Արդյունաբերական գոտի, Բերգոյան փողոց, տուն 47։ Դա քաղաքի ծայրամասում էր, 5 գործարանների եւ պահեստների շրջանում։ Հնարավոր է մնացած գողացված իրերը թաքնված են այնտեղ, բարձրաձայն մտածում էր աղջիկը։ Բայց ինչպես ապացուցել դա։ Նա նայեց ժամացույցին։ Հիմա ժամը 1-ն է։ Մոր գալուց մնացել էր 6 ժամ։ Այդ ժամանակը բավարար էր գլխում ձևավորվող պլանը իրագործելու համար։ Պետք էր անել մի քանի բան։ Առաջինը՝ վզնոցը տեղափոխել մոր վերարկուից Անուշի պայուսակի մեջ, որը նա երբեմն թողնում էր նրանց բնակարանում։ Անին հիշեց, որ նրա մեծ սև պայուսակը դեռ կախված էր մուտքի պահարանում։ Անուշը մոռացել էր այն 1 շաբաթ առաջ, հերթական այցի ժամանակ, եւ ամեն անգամ ասում էր, որ կգա կվերցնի։ Երկրորդը՝ պատրաստել բոլոր ապացույցները, վզնոցի լուսանկարներ, դրան աչքի տեսախցիկի տեսանյութ, Արմեն Գևորքյանի մասին տեղեկություններ։ Եվ երրորդը՝ երբ գա ոստիկանությունը, ուղղորդել նրանց ճիշտ հետքով։ Բայց ինչպես անել, որ ամեն ինչ բնական թվա։ Անին հասկանում էր, որ ոչ ոք չի հավատա 12-ամյա աղջիկան, եթե նա պարզապես հայտարարի խաբեության մասին։ Պետք էին երկաթե ապացույցներ եւ ճիշտ ներկայացում։ Աղջիկը բացեց մուտքի պահարանը եւ հանեց Անուշի սև պայուսակը։ Մեծ, կաշվե, բազմաթիվ գրպաններով։ Անին զգուշորեն հանեց վզնոցով փաթեթը մոր վերարկուից եւ տեղափոխեց այն պայուսակի ներքին գրպաններից մեկի մեջ, որտեղ այն անմիջապես չի երևա մակերեսային զննության ժամանակ, բայց անպայման կգտնվի մանրակրկիտ խուզարկության ժամանակ։ Հետո նա կախեց պայուսակը նորից պահարանում, փորձելով հիշել ճշգրիտ դիրքը։ Ամեն ինչ պետք է թվա, թե պայուսակը վաղուց է կախված այստեղ եւ ոչ ոք չի դիպել դրան։ Հաջորդ քայլը ապացույցների թղթապանակի ստեղծումն էր։ Անին վերադարձավ համակարգչի մոտ եւ սկսեց համակարգել տեղեկատվությունը։ Նա ստեղծեց փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրեց ամեն ինչ, ինչպես արթնացավ դրամփականի մեջ բանալու ձայնից, ինչպես տեսավ Անուշին, ով ինչ որ բան դրեց մոր վերարկուի մեջ, ինչպես լսեց խոսակցությունը ոստիկանության մասին։ Հետո նա գցեց փաստաթղթին վզնոցի լուսանկարները, կողոպուտի մասին նորությունների սկրինշոթերը, կողացված իրերի նկարագրությամբ, դրան աչքի տեսախցիկի տեսանյութը, նրա էջի սկրինշոթերը, որտեղ նա պատկերված էր Արմեն Գևորքյանի հետ։ Անին նաև ինտերնետում գտավ տեղեկություններ Արմեն Գևորքյանի մասին։ Պարզվեց, որ նա 5 տարի առաջ դատապարտվել է խարդախության համար։ Տղամարդը 2 տարի անցկացրել է ուղիչ գահութում եւ դուրս է եկել 3 տարի առաջ։ Դրանից հետո նա մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության ուշադրության տիրույթում, բայց հանցագործություններին մասնակցության ապացույցներ չեն գտնվել։ Նշանակում է նա ունի քրեական անցյալ, շշնջաց Անին։ Դա բացատրում է, թե ինչու է նա կապվել հենց նրա հետ։ Հավանաբար նա առաջարկել է հեշտ փողեր, եւ նա համաձայնել է։ Աղջիկը պահպանեց ամբողջ տեղեկատվությունը ֆլեշ քրիչի վրա, եթե համակարգչի հետ ինչ-որ բան պատահի։ Ապացույցները հավաքված էին, պլանը նշված էր։ Մնացել էր սպասել երեկոյին, բայց Անին հասկանում էր, որ պարզապես սպասելը սխալ կլիներ։ Պետք էր առավելագույնս մանրակրկիտ պատրաստվել ոստիկանության գալուն։ Նա եւս մեկ անգամ դիտեց տեսախցիկի տեսանյութը, համոզվեց, որ պատկերի որակը լավն է եւ Անուշի դեմքը հստակ երևում է։ Հետո աղջիկը մտածեց, թե ինչպես հենց ներկայացնել տեղեկատվությունը ոստիկանությանը։ Եթե անմիջապես ասի, որ գիտի խաբեության մասին, կարող են լուրջ չընդունել։ Պետք էր գործել ավելի խորամանկ։ Կեսօրից հետո Անին որոշեց զանգել մորը աշխատանքի։ Պետք էր զգուշացնել նրան, թեկուզ անուղղակիորեն առաջիկա խնդիրների մասին։ «Մամ, ողջույն», ասաց Անին, երբ Մարիամը պատասխանեց զանգին։ «Անի, ոնց ես, դու վախեցրիր ինձ, մտածեցի ինչ-որ բան է պատահել։ Ինչպես ես զգում քեզ»։ Մոր ձայնը անհանգստացած էր հնչում։ «Ես կարգին եմ, գլուխս արդեն գրեթե չի ցավում»։ «Մամա, սա Անուշը պետք է այսօր գա»։ «Անուշը»։ «Ոչ, իհարկե։ Ինչու ես հարցնում»։ Պարզապես թվաց, թե լսեցի, որ ինչ-որ մեկը դուռ է բացում, երբ քնած էի։ Հավանաբար երազ եմ տեսել։ Հավանաբար, համաձայնեց մայրը։
Անուշի մոտ մեր բնակարանի պահեստային բանալին կա, բայց նա միշտ զգուշացնում է, եթե ուզում է գալ։ Մի անհանգստացիր, սիրելիս, հանգստացիր։ Երեկոյան կգամ եւ կպատրաստեմ քեզ ինչ-որ համեղ բան։ Լավ, մամ, ես քեզ սիրում եմ։ Եվ ես քեզ եմ սիրում, աղջիկս։ Անին դրեց հեռախոսը։ Մայրը նույնիսկ չէր կասկածում, որ սեփական քույրը պատրաստում է իրեն թակարդ։ Սա հատկապես ցավոտ էր։ Ամենամոտ մարդու դավաճանությունը։ Անին հիշեց, թե ինչպես էր Անուշը միշտ բարի եւ ուրախ։ Ինչպես են նրանք միասին թխում թխվածքաբլիթներ նոր տարվա համար, ինչպես էր նա օգնում նրան տնային առաջադրանքներով, ինչը կարող էր ստիպել նրան գնալ այդպիսի բանի։ Աղջիկը նորից բացեց սոցիալական ցանցը եւ վերանայեց մոր եւ Անուշի նամակագրությունը։ Բարեբախտաբար նա մուտք ուներ մոր համակարգչին եւ գիտեր փոստի գաղտնաբառը։ Անին հասկանում էր, որ մտնում է մոր անձնական կյանքը, բայց հիմա դա անհրաժեշտ էր։ Վերջին ամսվա նամակագրության մեջ ոչինչ անսովոր չկա։ Սովորական խոսակցություններ ընտանեկան գործերի մասին, ծրագրեր հանգստյան օրերի համար, տատիկի ծննդյան օրվա քննարկում։ Բայց հետո Անին հանդիպեց 2 ամիս առաջ ուղարկված հաղորդագրությանը։ Անուշը գրել էր. «Մարիամ, ինձ շտապ փող է պետք։ 1 ամսով վարկով, խնդրում եմ, օգնիր, սա շատ կարևոր է»։ Մայրը պատասխանել էր. «Անուշ, մենք հիմա ինքներս էլ դժվարության մեջ ենք։ Անիի դպրոցը, լոգարանի վերանորոգումը, աշխատավարձը ժամանակին չեմ վճարում։ Ես ուրախությամբ կօգնեի, բայց չեմ կարող։ Խնդրիր ուրիշ մեկին»։ Հաջորդ հաղորդագրությունը արդեն սառը էր։ Հասկանալի է, շնորհակալ եմ աջակցության համար, քույրիկ։ Դրանից հետո նրանց նամակագրությունը դարձավ ավելի պաշտոնական, հազվադեպ։ Իսկ 3 շաբաթ անց Անուշը առաջին անգամ հրապարակեց լուսանկար Արմեն Գևորգյանի հետ։ Անին սկսեց հասկանալ։ Նա ընկել էր ֆինանսական դժվարությունների մեջ, մայրը չէր կարողացել օգնել, եւ Անուշը վիրավորվել էր։ Հետո նա ծանոթացել էր Արմենի հետ, ով հավանաբար առաջարկել էր արագ գումար վաստակելու միջոց՝ ոսկերչական խանութի կողոպուտ։ Իսկ քրոջը մեղադրելը միաժամանակ վրեժխնդրեին եւ ապացույցներից ազատվելու ձև էր։ Հիմարություն, շշնջաց Անին, փողերի պատճառով քանդել ընտանիքը։ Նա նայեց ժամացույցին, արդեն գրեթե ժամը 3-ն էր երեկոյան։ Ժամանակը տանջալի դանդաղ էր անցնում։ Անին փորձեց շեղել ուշադրությունը, դիտեց եւս մի փոքր սերիալ, փորձեց կարդալ գիրք, բայց մտքերը անընդհատ վերադառնում էին առաջիկա երեկոյին։ Մոտ ժամը 4-ին նա որոշեց եւս մեկ անգամ ստուգել ամեն ինչ պատրաստ է թե ոչ։ Վզնոցը պայուսակի մեջ, տեսանյութը եւ լուսանկարները պահպանված են։ Ապացույցներով ֆլեշ գրիչը գրպանում, գործողությունների պլանը մտածված է։ Այո, մնացել էր սպասել։ Ժամը 5-ին Անին տաքացրեց մոր թողած սուպը եւ ստիպեց իրեն ուտել, թեև հուզմունքի ցախորժակ չկար։ Պետք էր պահպանել հանգստություն եւ գործել հստակ, երբ ժամանակը գա։ Ժամը 5:30 հեռախոսը զանգեց։ Անի, մաման է, շուտով կլինեմ, ինչպես ես զգում քեզ։ Կարգին եմ, մամ, սպասում եմ քեզ։ Կանցնեմ քեղատուն, կգնեմ քեզ վիտամիններ, 1 ժամից կլինեմ։ Լավ, մամ, ես քեզ սիրում եմ։ Եվ ես քեզ սիրելիս, մինչև շուտով։ Անին դրեց հեռախոսը եւ խոր շունչ քաշեց։ Մոր գալուց դեռ 1 ժամ կար, եւ դատելով Անուշի խոսքերից, հենց երեկոյան պետք է գար ոստիկանությունը։ Աղջիկը մոտեցավ պատուհանին եւ նայեց փողոց։ Սովորական գարնանային երեկո։ Մարդիկ վերադառնում են աշխատանքից, երեխաները խաղում են բակում։ Ոչ ոք չի կասկածում, թե ինչ դրամա է բացվում այս տան մեկ բնակարանում։ Ժամը 6:30 բակ մտավ ոստիկանական մեքենա։ Անին սարսափից սառեց։ Սկսվեց։ Ոստիկանական մեքենայից իջան 2 տղամարդ, համազգեստով, եւ 1 կին քաղաքացիական հագուստով։ Աղջիկը ինստինկտիվորեն հեռացավ պատուհանից, որպեսզի ներքևից չնկատեն։ 1 րոպե անց դրան զանգը հնչեց։ Կտրուկ, համառ զանգ, որից Անին ցնցվեց։ Նա դանդաղ մոտեցավ դրանը եւ նայեց աչքով։ Աստիճանավանդակում կանգնած էին նույն երեքը։ Կինը ձեռքում պահում էր ծառայողական վկայական։ Բացեք, ոստիկանություն է, հնչեց բարձր ձայն։ Անին լիքը կուրծքով օթարավ եւ բացեց դուռը թողնելով շղթան։ Բարև։ Նրա ձայնը ավելի խորը հնչեց, քան ուզում էր։ Բարև աղջիկ, որտեղ են քո ծնողները, հարցրեց կինը վկայականը հանելով։ Նա մոտ 40 տարեկան էր, կարճ մուգ մազերով։ Մաման շուտով կգա աշխատանքից։ Հայրիկը մեզ հետ չի ապրում։ Ծնողները ամուսնալուծված են։ Ինչ է քո անունը։ Անի Հարությունյան։ Իսկ մորդ Մարիամ Հարությունյան։ Կինը հայացքով փոխանակվեց գործընկերների հետ։ Անի, մենք պետք է խոսենք քո մոր հետ կարևոր գործի շուրջ։ Աղջիկը ցույց տվեց, թե կասկածում է։ Ունեմ փաստաթղթեր, որոնք հաստատում են մեր լիազորությունները, ավելացրեց կինը ավելի մեղմ։ Ես Աննան եմ, հետաքննիչ։ Սրանք օպերատիվ աշխատակիցներ են, Միքայել եւ Դավիթ։ Անին գլխով արեց, բայց դուռը չբացեց։ Դու մենակ ես տանը, հարցրեց Աննան։ Այո, հիվանդացել եմ եւ մնացել եմ տանը դուպրոցի փոխարեն։ Հասկանալի է։ Երբ է գալու մայրդ։ Կես ժամ առաջ զանգել էր, ասաց 1 ժամից կլինի։ Լավ Անի, ուրեմն մենք կգանք 1 ժամից։ Այդ պահին աստիճաններով հնչեց գրունկների ձայն։ Բարձրանում էր Մարիամը, ով աշխատանքից շուտ էր ազատվել։ Անին ցնցվեց։ Սա մայրն էր։
Աղջիկը բացեց դուռը, եւ Մարիամ Հարությունյանը մոտեցավ բնակարան, ձեռքում դեղատնից եւ մթերային խանութից պայուսակներով։ Ոստիկաններին իր դրան մոտ տեսնելով կինը կանգ առավ տեղում։ Ինչ է կատարվում։ Նրա դեմքը գունատվեց։ Անի, դու լավ ես։ Լավ եմ, մամ, արագ պատասխանեց աղջիկը։ Մարիամ Հարությունյան, հարցրեց Աննան։ Ես ոստիկանության հետաքննիչ եմ, մի վախեցեք, ձեր դստեր հետ ամեն ինչ կարգին է։ Մեզ պետք է խոսենք ձեզ հետ կարևոր գործի շուրջ։ Ինչ գործի։ Մարիամը դրեց պայուսակները հատակին։ Նրա ձեռքերը դողում էին։ 2 օր առաջ ձեր աշխատանքի առևտրի կենտրոնում ոսկերչական խանութի գողոպուտ է տեղի ունեցել։ Այսօր առավոտյան մենք ստացել ենք անանուն ազդակ, որ գողացվածը կարող է լինել ձեր մոտ։ Մենք պետք է խուզարկություն անենք։ Ահա որոշումը։ Մարիամը ավելի գունատվեց։ Բայց ես ոչ մի կապ չունեմ գողոպուտի հետ։ Ես նույնիսկ ոսկերչական խանութում չեմ աշխատում։ Հետաքննիչը հանեց տետրակը, տվեց խուզարկության որոշումը Մարիամին։ Նա ցնցոտի նման բռնեց թերթը եւ սկսեց կարդալ պաշտոնական փաստաթուղթը գնիքներով։ Խուզարկություն։ Բայց ինչու։ Մենք ստուգում ենք այսօր առավոտյան ստացված տեղեկատվությունը։ Մի անհանգստացեք, սա ստանդարտ ընթացակարգ է։ Եթե ոչինչ չգտնենք, դերողություն կխնդրենք եւ կհեռանանք։ Մարիամը գունատ ընկավ բազմոց վրա, կանգնելու ուժ չունենալով։ Անին դանդաղ հեռացավ կողք, պատկերելով վախեցած եւ շփոթված աղջկա։ Իրականում ներսում ամեն ինչ սառը եւ հաշվարկված էր։ Հիմա կսկսվեր ամենակարևորը։ Ոստիկանները տարածվեցին բնակարանով։ Օպերատիվները ստուգում էին սենյակները, նայում պահարաններ եւ դարակներ։ Աննան մնաց Մարիամի եւ Անիի հետ հյուրասենյակում։ Պատմեք ձեր մասին, խնդրեց հետաքննիչը։ Որտեղ եք աշխատում։ Պրովանս կոսմետիկայի խանութում, Grand Plaza առևտրի կենտրոնում, վաճառող խորհրդատու։ Որքան ժամանակ էլ որ աշխատում եք այնտեղ։ 3 տարի։ Իսկ ամուսինը որտեղ է։ Ամուսնալուծված եք։ Այո, այստեղ չի ապրում։ Կան այլ հարազատներ, որոնք հաճախ գալիս են ձեզ մոտ։ Մարիամը լարվեց։ Այո, կրծեր քույրս, Անուշը, նա հաճախ է գալիս մեզ մոտ։ Անուշ։ Հետաքննիչը գրեց անունը։ Ինչ ազգանուն ունի։ Սարգսյան, Անուշ Սարգսյան։ Այդ պահին մուտքից հնչեց օպերատիվներից մեկի ձայնը։ Աննա, այստեղ ինչ-որ բան կա։ Բոլորը տեղափոխվեցին մուտք։ Միքայելը ձեռքում պահում էր Մարիամի բաց վերարկուն եւ ստուգում գրպանները։ Բայց գրպանները դատարկ էին։ Տարօրինակ է, մտմտաց նա։ Ազդակը կոնկրետ էր, աջ գրպանը մուտքի վերարկուի։ Մեկ անգամ էլ ստուգիր, հրամայեց Աննան։ Օպերատիվը մանրագրքիդ խուզարկեց վերարկուն, ստուգեց ենթաշերթը, բայց ոչինչ չգտավ։ Անին դիտում էր տեղի ունեցողը պատճառաբանված զարմանքով։ Ինչ եք փնտրում, հարցրեց նա ամենամաքուր տոնով։ Գողացված ոսկերչական զարդ, ազնվորեն պատասխանեց հետաքննիչը։ Մենք ունենք տեղեկատվություն, որ այն կարող է լինել քո մոր մոտ։ Բայց մայրս երբեք ոչինչ չի գողացել, զայրացած ասաց Անին։ Մենք ստուգում ենք, հանգստացրեց նրան Աննան։ Օպերատիվները շարունակեցին խուզարկությունը, ստուգելով բոլոր պահարանները, դարակները, նույնիսկ նայեցին ներքնակների տակ։ Անին սպասում էր։ Նա գիտեր, որ վաղ թե ուշ նրանք կհասնեն Անուշի պայուսակին պահարանում։ Եվ ահա Դավիթը բացեց մուտքի պահարանը, որտեղ կախված էր վերնահագուստը։ Նա սկսեց ստուգել բաճկոնների եւ վերարկուների գրպանները։ Հետո նրա ձեռքը շոշափեց սև կաշվե պայուսակը։ Իսկ սա ինչ է, հարցեց նա, հանելով պայուսակը։ Սա քրոջս Անուշի պայուսակն է, պատասխանեց Մարիամը։ Նա մոռացել է այն մեզ մոտ անցյալ շաբաթ։ Անցյալ շաբաթ, կրկնեց Աննան։ Այո, նա եկել էր հյուր 5 շաբթի օրը, թողեց պայուսակը եւ ամեն անգամ ասում էր, որ կգա կվերցնի, բայց մոռանում էր։ Օպերատիվը բացեց պայուսակը եւ սկսեց ստուգել պարունակությունը։ Կոսմետիկ պայուսակ, տետրակ։ Նա մեթոդաբար ստուգում էր յուրաքանչյուր գրպանը։ Եվ ահա նրա ձեռքը խորացավ ներքին գրպանը եւ հանեց ծանոթ փաթեթը։ Անմա, կանչեց նա։ Հետաքննիչը մոտեցավ եւ վերցրեց փաթեթը, բացեց այն եւ հանեց վզնոցը։ Ադամանդները փայլեցին ջահի լույսի տակ։ Լռություն տիրեց։ Ահա այն, հանգիստ ասաց Աննան։ Ալեքսանդր Կոմոյանի աշխատանքի ադամանդյա վզնոցը, կողոպուտի գլխավոր ապացույցներից մեկը։ Նա շրջվեց դեպի Մարիամը։ Դուք ասացիք, որ այս պայուսակը պատկանում է ձեր քրոջը, Անուշ Սարգսյանին։ Այո, գլխով արեց Մարիամը։ Սա հաստատ նրա պայուսակն է, եւ նա թողեց այն այստեղ անցյալ շաբաթ։ Անին լարվեց։ Հիմա գալիս էր որոշիչ պահը, երբ եկել էր իր հերթը պատմելու ճշմարտությունը։ Ընդհանրապես դանդաղ սկսեց Անին։ Այսօր ցերակը, երբ ես մենակ էի տանը, տեղի ունեցավ ինչ-որ տարօրինակ բան։ Մարիամը վախեցած նայեց դստերը, հետաքննիչը զգուշացավ։ Ես քնած էի հյուրասենյակի բազմոցին եւ արթնացա, երբ լսեցի, որ բանալին պտտվում է փականի մեջ։ Մտածեցի մամանն է վերադարձել, բայց ոչ, բնակարան մտավ Անուշը։ Քո մորաքույրը այսօր եկել էր։
Աննան հանեց տետրակը։ Այո, նա չգիտեր, որ ես տանը եմ։ Ես ձևացրի, թե քնած եմ եւ ոչ մի ձայն չհանեցի։ Տանտիրուհին անցած մոտքով եւ նա հանեց ինչ-որ բան իր պայուսակից եւ դրեց մամայի վերարկուի գրպանը, հենց այդ վերարկուն։ Հետո նա զանգեց ինչ-որ մեկին եւ ասաց. «Ես ամեն ինչ արեցի։ Երեկոյան կարող եք գալ ոստիկանությամբ։ Այս հիմարը երբեք չի կռահի»։ Մարիամի աչքերը լայնացան։ Դու հաստատ լսել ես այդ խոսքերը, աղջիկս։ Այո, շատ վախեցա, բայց չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Միայն երբ նա գնաց, ես ստուգեցի մամայի վերարկուի գրպանը եւ գտա այդ փաթեթը վզնոցով։ Չգիտեի ինչ անել։ Ինչ արեցիր վզնոցի հետ, հարցրեց հետաքննիչը։ Անին իջեցրեց աչքերը։ Ես տեղափոխեցի այն նրա պայուսակը։ Մտածեցի, եթե նա ինչ-որ բան է դրել, թող իր մոտ գտնեն։ Մարիամը շփոթված ձեռքով ծածկեց բերանը։ Աննան նստեց գրացած Անիի կողքին։ Անի, սա շատ լուրջ հայտարարություն է։ Դու վստահ ես։ Բացարձակ վստահ եմ, վճռական պատասխանեց աղջիկը, եւ ունեմ ապացույցներ։ Ինչ ապացույցներ։ Տեսանյութ, վարպետը դրան աչքում տեսախցիկ էր տեղադրել հարևանների մոտ գողությունից հետո։ Այն գրանցել է, թե ինչպես է նա այսօր ցերեկը մտել բնակարան, եւ ես լուսանկարել եմ վզնոցը, երբ գտա այն մամայի վերարկուում։ Բոլոր լուսանկարներն ունեն ժամանակային նշաններ։ Անի, ինչու ինձ չզանգեցիր եւ չպատմեցիր, թե ինչ է պատահել։ Լաց եղավ Մարիամը։ Անին գրկեց մորը։ Ուզում էի ինքս հասկանալ։ Հետաքննիչը ուղղվեց եւ հայացքով փոխանակվեց օպերատիվների հետ։ Ցույց տուր մեզ այդ գրառումները, խնդրեց նա։ Անին տարավ նրանց համակարգչի մոտ, միացրեց պահպանված տեսանյութը։ Էկրանին հստակ երևում էր, թե ինչպես է Անուշ Սարգսյանը ժամը 12:27-ին բանալիով բացում դուռը եւ մտնում բնակարան։ Հետո 3 րոպե անց դուրս է գալիս։ Կարող ենք մեծացնել, հարցրեց Միքայելը։ Անին մեծացրեց պատկերը։ Անուշի դեմքը հստակ երևում էր։ Հաստատ նա է, հաստատեց Աննան, իսկ վզնոցի լուսանկարները։ Անին բացեց թղթապանակը լուսանկարներով։ Հետաքննիչը ուշադիր ուսումնասիրեց նկարները, համեմատեց փաթեթի վզնոցի հետ։ Ժամանակային նշանները համընկնում էին։ Լուսանկարները արվել էին այսօր ժամը 12:31-ին։ Աննան հանեց հեռախոսը եւ հավաքեց համարը։ Մեզ մոտ նոր տեղեկություններ կան ոսկերչական խանութի գողոպուտի գործով։ Պետք է կալանքի օրդեր Անուշ Սարգսյանի համար։ Այո, հենց նա, ով Անանուն ազդակ էր տվել, պարզվեց ինքը կապված է գողության հետ եւ փորձել է մեղադրել սեփական քրոջը։ Այո, ունեմ ապացույցներ, տեսանյութ եւ վկայի ցուցմունքներ։ Հասկացա, սպասում եմ հրահանգներին։ Մարիամը շարունակում էր անխոս լաց լինել բազմոցին, չհավատալով տեղի ունեցողին։ Չի կարող լինել, շշնջում էր նա։ Մամ, Անին մոտեցավ Մարիամին եւ բռնեց ձեռքից։ Ես ամեն ինչ տեսել եմ իմ աչքերով։ Անուշը այսօր ցերեկը եկավ, երբ դու տանը չէիր։ Նա դրեց գողացված վզնոցը քո վերարկուի գրպանը։ Ես լսեցի, թե ինչպես էր հեռախոսով խոսում ոստիկանության մասին։ Բայց ինչու՞, շշնջաց Մարիամը։ Ինչու արեց նա դա։ Մենք կպարզենք շարժառիթները, խոստացավ հետաքննիչը։ Հիմա պետք է կալանավորենք քո քրոջը եւ նրա համախոհին։ Դուք չգիտեք, թե որտեղ կարող է լինել նա։ Մարիամը սրբեց արցունքները։ Սովորաբար այս ժամին նա աշխատանքում է, Վերսալ հյուրանոցում հաղթանակի պողոտայում կամ տանը։ Նա ապրում է կանաչ փողոց, տուն 15, բնակարան 82։ Շնորհակալ եմ։ Աննան փոխանցեց տեղեկատվությունը հեռախոսով։ Հետաքննիչի խոսակցությունն ավարտելուց հետո բնակարանում տիրեց լարված լռություն։ Օպերատիվները փաթեթավորեցին վզնոցը ապացույցների հատուկ տոպրակի մեջ։ Աննան նստեց Անիի կողքին եւ ուշադիր նայեց նրան։ Անի, դու շատ համարձակ աղջիկ ես, ասաց նա։ Ոչ ամեն մեծահասակը կպահպաներ ինքնատիրապետումը նման իրավիճակում։ Պատմիր ինձ ավելի մանրամասն քո մորաքրոջ մասին, որքան ժամանակ է ինչ նա հանդիպում է Գևորգյանի հետ։ Միգուցե տեսել ես նրա մոտ կասկածելի ծանուցներ։ Աղջիկը գլխով արեց։ Հիմա եկել էր այն պահը, երբ կարող էր պատմել ամեն ինչ, ինչ իմացել էր։ 2 ամիս առաջ Անուշը ծանոթացավ Արմեն Գևորգյանի հետ։ Նա հրապարակում էր նրա լուսանկարները սոցցանցում։ Երբ նա եկավ մեզ ընթրիքի, մաման հարցրեց նրա մասին, եւ նա ասաց, որ նա զբաղվում է ինչ-որ բիզնեսով։ Արմեն Գևորգյան, կրկնեց հետաքննիչը գրելով։ Հիշում ես, թե ինչ տեսք ունի նա։ Կարող եմ ցույց տալ լուսանկարները։ Անին բացեց սոցցանցը համակարգչում եւ մտավ էջը։ Ահա նա։ Աննան ուշադիր ուսումնասիրեց լուսանկարները, հետո նորից հանեց հեռախոսը եւ ուղարկեց ինչ-որ մեկին նկարները։ Անի, չգիտես թե որտեղ է ապրում կամ աշխատում այդ Արմենը։ Ոչ։ Բայց աղջիկը բացեց այն լուսանկարը պահեստի մոտ։ 1 ամիս առաջ նա հրապարակել էր այս լուսանկարը, գրել էր, որ Արմենը ցույց է տալիս իր նոր գրասենյակը։ Տեսնում եք շենքի վրա ցուցանակը, պահեստային տարածքներ, ապ։ Ես ինտերնետում գտա հասցեն, Բերգոյան փողոց, տուն 47։ Հետաքննիչը հավանությամբ գլխով արեց։ Դու իսկական հետաքննություն ես անցկացրել, հիանալի է։ Նա նորից զանգեց։ Կա եւս տեղեկություն։ Հնարավոր համախոհ Արմեն Գևորգյան։ Ուղարկում եմ լուսանկարները։
Հավանական վայրը մնացած գողացած իրերի պահպանման համար Բերգոյան 47-ի պահեստային տարածքներ։ Այո, պետք է գրոհային խումբ։ Հաջորդ կես ժամը անցավ ծանր սպասումով։ Մարիամը գրկել էր Անիին եւ չէր բաց թողնում։ Կարծես վախենում էր, որ դուստրը կվերանա։ Ոստիկանները կազմում էին արձանագրություն, ամրագրում բոլոր ապացույցները։ Անին պատմեց նրանց ամեն ինչ գիտեր նրա եւ Արմեն Գևորգյանի մասին։ Մոտ ժամը 8-ին զանգեց հետաքննիչի հեռախոսը։ Աննան պատասխանեց եւ մի քանի րոպե լսեց, կարճ հարցեր տալով։ Հետո դրեց խողովակը եւ շրջվեց դեպի Մարիամը եւ Անին։ Անուշ Սարգսյանին կալանավորել են աշխատանքի վայրում, փորձել է փախչել, բայց չի հասցրել։ Արմեն Գևորգյանին վերցրել են Բերգոյան փողոցի պահեստում։ Խուզարկության ժամանակ գտել են մնացած գողացված ոսկերչական իրերը։ Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել։ Իսկ հիմա ինչ կլինի, հանգիստ հարցրեց Մարիամը։ Նրանց կմեղադրեն կողոպուտի եւ ապացույցները թաքցնելու փորձի մեջ, անմեղ մարդուն մեղադրելով։ Սա լուրջ հոդվածներ են։ Ձեր քույրը ռիսկի է դնում 7 տարի բանտ, գուցե ավելին, եթե փորձաքննությունը հաստատի նրա ակտիվ մասնակցությունը հանցագործության պլանավորմանը։ Մարիամը ձեռքերով ծածկեց դեմքը։ Անին սեղմվեց նրան, չիմանալով թե ինչպես մխիթարել։ Սա իր քույրն էր, հարազատ մարդ։ Չնայած այն բանին, որ կինը ուզում էր մեղադրել մորը, Անին ցավում էր դավաճանությունից։ Ինչու արեց նա դա, նորից հարցրեց Մարիամը։ Մեծ մասամբ ֆինանսական խնդիրներն են մարդկանց հանցագործության ճանապարհով տանում, կարճ ասաց Աննան։ Ձեր քույրը խոստովանել է, որ մեծ գումար է պարտքեղել միկրոֆինանսական կազմակերպությանը։ Արմեն Գևորգյանը առաջարկել է հեշտ վաստակ։ Կողոպուտը պետք է լուծեր նրա բոլոր խնդիրները, բայց ինչու պետք է ինձ մեղադրեր։ Ձեր քրոջ խոսքերով նա վիրավորվել է, որ 2 ամիս առաջ դուք հրաժարվել եք վարկ տալ, եւ որոշել է, որ եթե իր կյանքը չի ստացվում, ապա քոն էլ չպետք է լավ լինի։ Անին հիշեց այն նամակագրությունը, որ տեսել էր մոր համակարգչում։ Ամեն ինչ համընկնում էր. վիրավորանք, զայրույթ, նախանձ։ Այս զգացմունքները Անուշին տարան հանցագործության ճանապարհով։ Վաղը պետք է գաք բաժին եւ տակ պաշտոնական ցուցմունքներ, ասաց հետաքննիչը։ Ձեր դուստրերը եւս, նրա ցուցմունքները գործի բանալին են։ Լավ, գլխով արեց Մարիամը, կգանք։ Ոստիկանները հավաքվեցին գնալու։ Դրան մոտ Աննան եւս մեկ անգամ շրջվեց դեպի Անին։ Շնորհակալ եմ քեզ։ Դու փրկեցիր քո մորը եւ օգնեցիր բացահայտել լուրջ հանցագործություն։ Սա արժանի է հարգանքի։ Երբ նրան գնացին, Մարիամը վերջապես իսկապես լաց եղավ։ Անին գրկեց նրան, եւ նրանք երկար նստեցին այդպես, սեղմված միմյանց։ Արդյունքները դառ էին, ցավի, դավաճանության, հիասթափության արդյունքներ։ Ներիր ինձ, շշնջեց Մարիամը արդյունքների միջով։ Եթե այն ժամանակ փող տայի նրան, գուցե ոչինչ չլիներ։ Մամ, սա քո մեղքը չէ, վճռական ասաց Անին։ Մենք իսկապես փող չունեինք, եւ նույնիսկ եթե տայիր, ով գիտե, գուցե նաեւ այնուհետև կապվեր այդ Արմենի հետ։ Դու մեղավոր չես նրա ընտրության համար։ Մայրը համբուրեց դստերայտին։ Ինչպես ես մեծացել իմ խելացի, իմ համարցակաղջիկ։ Նրանք երեկոն անցկացրին միասին, գրկախառնված բազմոցին։ Խոսում էին ամեն ինչի եւ ոչինչի մասին, փորձելով շեղել ուշադրությունը տեղի ունեցածից։ Բայց մտքերը անընդհատ վերադառնում էին Անուշի մոտ։ Ինչպես է նա հիմա, ինչ է զգում, զղջում է արածի համար։ Հաջորդ օրը շաբաթ օրը Մարիամը եւ Անին գնացին ոստիկանության բաժին։ Այնտեղ նրանք հանդիպեցին մայորին, ով վարում էր կողոպուտի գործը։ Բարձրահասակ, մոտ 50 տարեկան տղամարդը ուշադիր լսեց Անիի պատմությունը, տվեց ճշգրտող հարցեր։ Աղջիկ, ասաց նա վերջում, դու շատ խելամտորեն ես վարվել, չես շփոթվել, հավաքել ես ապացույցներ, գործել ես հստակ։ Ունես ակնհայտ տաղանդ հետաքննչական աշխատանքի հանդեպ։ Անին ամոթխած ժպտաց, այս խոսքերը տաքացնում էին հոգին։ Ցուցմունքները տալուց հետո նրանք դուրս եկան ոստիկանության շենքից։ Փողոցում հրաշալի գարնանային եղանակ էր։ Արևը փայլում էր, ծառերի վրա տերևները բացվում էին, բայց հոգում ծանր էր։ Մամ, կարող եմ տեսնել Անուշին, հանկարծ հարցրեց Անին։ Մարիամը կանգ առավ։ Ինչու՞։ Չգիտեմ։ Ուզում եմ հասկանալ, ուզում եմ լսել իրենից, թե ինչու է այդպես արել։ Մայրը մտածեց, հետո գլխով արեց։ Լավ, կհարցնեմ հետաքննիչից, կարող ենք հանդիպել նրա հետ։ Անուշի հետ հանդիպման թույլտվությունը ստացան 3 օր հետո, երեքշաբթի օրը։ Այդ ամբողջ ժամանակ Անին գնում էր դպրոց, անում դասերը, շփվում էր դասընկերների հետ, բայց մտքերը անընդհատ վերադառնում էին նրա մոտ։ Նա պատկերացնում էր, թե ինչ կասի նրան, ինչ հարցեր կտա։ Ոսկերչական խանութի կողոպուտի եւ դրա բացահայտման մասին պատմությունը հայտնվեց տեղական լուրերում։ Լրագրողները գրում էին համարցակ 12-ամյա աղջկա մասին, ով օգնել էր հանցագործներին բացահայտել։ Դպրոցում Անին դարձավ հերոսուհի։ Դասընկերները 1000 հարց էին տալիս, ուսուցիչները գովում էին, տնօրենն անգամ կանչեց իր մոտ եւ շնորհակալություն հայտնեց արժանապատիվ վարքի համար։ Լիլիթ Կոմոյանը, ոսկերչի դուստրը, մոտեցավ Անիի դասի ընդմիջման ժամանակ։ Շնորհակալ եմ քեզ, անկեղծ ասաց նա։
Հայրիկս հետ ստացավ վզնոցը, դա նրա սիրելի աշխատանքն էր, այնքան էր անհանգստանում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ավարտվեց, պատասխանեց Անին, եթե երբևէ օգնության կարիք ունենաս դիմիր։ Լուրջ ես, դու ոչ միայն զարդերը փրկեցիր, այլև մեր խանութի հեղինակությունը։ Աղջիկները գրկախառնվեցին, Անին զգաց, որ ձեռք բերեց իսկական ընկերուհի։ Երեքշաբթի օրը դպրոցից հետո Մարիամը եւ Անին գնացին հետաքննական մեկուսարան, որտեղ պահվում էր Անուշ Սարգսյանը։ Դա քաղաքի ծայրամասում գտնվող մոխրագույն մռայլ շենք էր։ Նրանք անցան մի քանի անվտանգության կետեր, ստուգումներ եւ վերջապես հայտնվեցին հանդիպման սենյակում։ Մի քանի րոպե անց սենյակ բերեցին Անուշին։ Անին դժվարությամբ ճանաչեց նրան։ Կինը նիհարել էր, դեմքը սրացել էր, մազերը ամփույթ հավաքված էին ձիու պոչի մեջ։ Ոչ մի վառ շրթներկ, ոչ մի զարդ, միայն բանդարկյալի մոխրագույն հագուստ։ Տեսնելով քրոջը եւ զարմուհուն, Անուշը սառեց, հետո դանդաղ մոտեցավ եւ նստեց նրանց դիմաց։ Նրա ձայնը դողում էր։ Չէի մտածում, որ կգաք։ Մարիամը լուր էր, շուրթերը սեղմած։ Անին տեսնում էր, թե ինչպես է մայրը պայքարում զգացմունքների հետ։ Անուշ, վերջապես ասաց Մարիամը։ Ինչու։ Ինչպես կարողացար։ Անուշը իջեցրեց աչքերը։ Չգիտեմ, ամեն ինչ փողերի պատճառով էր։ Այնքան խորն էի ընկել պարտքերի մեջ, որ ելք չէի տեսնում։ Արմենը առաջարկեց ելք, եւ ես համաձայնվեցի, բայց մեղադրել սեփական քրոջը։ Մարիամի ձայնը դողաց։ Դու ուզում էիր, որ ինձ բանտ նետեն նրա համար, ինչը չեմ արել։ Ես վիրավորվել էի քեզնից, խոստովանեց Անուշը։ Երբ դու հրաժարվեցիր փող տալ, մտածեցի, որ չես սիրում ինձ, որ ես քեզ անտարբեր եմ։ Զայրացած էի։ Երբ ծանոթացա Արմենի հետ, նա անընդհատ ասում էր, որ հարազատները պետք է օգնեն դժվար պահին։ Իսկ քանի որ դու հրաժարվեցիր, նշանակում է չես համարում ինձ հարազատ։ Բայց մենք ինքներս էլ փող չունեինք։ Մարիամը բռունցքով հարվածեց սեղանին։ Մենք հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում։ Կարծում ես ինձ հեշտ էր հրաժարվել։ Հիմա հասկանում եմ։ Անուշը սրբեց արդյունքները։ Արմենը մանիպուլյացիա էր անում իմ հետ։ Բորբոքում էր վիրավորանքը, զայրույթը։ Նա ինձ դարձրեց հանցագործության համախոհ, իսկ հետո համոզեց, որ պետք է մեղադրել քեզ ոստիկանության ուշադրությունը շեղելու համար։ Անին լսում էր այս խոսակցությունը, եւ ներսում ամեն ինչ սեղմվում էր։ Ինչպես հեշտ է մարդը կարող է ընկնել անդունդը, եթե տրվի մութ զգացմունքներին եւ լսի վատ մարդկանց։ Անուշ, վերջապես խոսեց նա։ Դու գոնե մի վարքյան մտածել ես, թե ինչ կլինի իմ հետ, եթե մամային բանտ նետեն։ Ես կմնայի մենակ, հայրիկը մեզնից հեռացել է, տատիկը հեռու է։ Ինձ կուղարկեին մանկատուն։ Անուշը ցնցվեց, կարծես հարված ստացած լիներ։ Նա նայեց զարմուհուն, եւ նրա աչքերում այնքան ցավ ու զղջուն կար, որ Անին գրեթե խղճաց նրան։ Ես դրա մասին չեմ մտածել, շշնջաց կինը։ Աստված իմ, ես ընդհանրապես չեմ մտածել։ Այնքան էի խորասուզված իմ խնդիրների մեջ, որ ոչինչ չէի տեսնում շուրջս։ Անի, ներիր ինձ։ Ինձ ժամանակ է պետք, ազնվորեն պատասխանեց աղջիկը։ Հիմա չեմ կարող ներել։ Շատ է ցավում։ Հասկանում եմ, գլխով արեց Անուշը։ Եվ չեմ խնդրում անմիջապես ներել, բայց իմացիր, ես ամեն օր կզղջամ դրա համար։ Ամեն օր։ Մարիամը խոր շունչ քաշեց։ Ինչ է սպասվում քեզ։ Փաստաբանն ասում է 7 տարի, գուցե 8։ Ես ամբողջական խոստովանական ցուցմունքներ եմ տվել։ Սա մեղմացնող հանգամանք է։ Ասում են նաև այն, որ ես հանցագործության նախաձեռնողը չեմ եղել, այլ համախոհը։ Կհաշվի 8 տարի, կրկնեց Մարիամը։ Աստված իմ, Անուշ, ինչ ես արել։ Գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Եվ գիտես ինչ, ես արժանի եմ դրան։ Գուցե այս տարիները օգնեն ինձ վերանայել կյանքս, ավելի լավը դառնալ։ Նրանք նստեցին եւս կես ժամ, խոսելով ամեն ինչի մասին։ Մանկությունից, ծնողներից, ովքեր մահացել էին մի քանի տարի առաջ, թե ինչպես են ժամանակին շատ մոտ եղել։ Անուշը պատմեց, թե ինչպես է ծանոթացել Արմենի հետ, ինչպես է նա աստիճանաբար ներգրավել իրեն հանցագործության մեջ, համոզելով, որ ամեն ինչ հարթ կանցնի։ Արմենը պրոֆեսիոնալ խարդախ է եղել, ասաց Անուշը։ Նա արդեն մի քանի նման կողոպուտ է կազմակերպել այլ քաղաքներում։ Ոստիկանությունը գտել է կապեր եւս 3 գործի հետ։ Նրանք գտան առնվազն 15 տարի։ Հուսով եմ դաս ես քաղել, ասաց Մարիամը, վեր կենալով։ Հեշտ փող չի լինում, եւ պետք է վստահել միայն ստուգված մարդկանց։ Ազգացել եմ, գլխով արեց Անուշը։ Կարող եմ քեզ նամակներ գրել։ Պարտադիր չէ պատասխանել, պարզապես իմանալ, որ դու ստանում ես դրանք։ Մարիամը մի փոքր մտածեց, հետո գլխով արեց։ Գրիր, չեմ խոստանում անմիջապես պատասխանել, բայց կկարդամ։ Երբ նրանք դուրս էին գալիս մեկուսարանից, Անին գրկեց մորը։ Դու խելացի ես, որ համաձայնվեցիր կապը պահպանել նրա հետ։ Ի վերջո նա քո քույրն է։
Զայրացած եմ նրա վրա, խոստովանեց Մարիամը։ Շատ եմ զայրացած, բայց նա իմ քույրն է, միակ հարազատ քույրս։ Չեմ կարող պարզապես ջնջել նրան կյանքիցս, նույնիսկ այն ամենից հետո ինչ պատահեց։ Երեկոյան ընթրիքի ժամանակ նրանք երկար խոսեցին տեղի ունեցածի մասին։ Հաջորդ շաբաթները անցան համեմատաբար հանգիստ։ Կյանքը աստիճանաբար վերադարձավ սովորական հունի մեջ։ Անին գնում էր դպրոց, շփվում ընկերուհիների հետ։ Լիլիթ Կոմոյանը հրավիրեց նրան ծննդյան օրվան, եւ նրանք իսկապես ընկերացան։ Մի երեկո, երբ Անին անում էր դասերը, մայրը մտավ նրա սենյակ։ Անի, նամակ եմ ստացել Անուշից, ուզում ես կարդալ։ Աղջիկը հետ դրեց դասագիրքը եւ վերցրեց նամակը։ Նրա ձեռագիրը ծանոթ էր, բայց տառերը անհարթ էին, կարծես ձեռքը դողում էր գրելիս։ Հարգելի Մարիամ եւ Անի, մեր հանդիպումից 1 շաբաթ է անցել, շատ եմ մտածել մեր խոսակցության մասին։ Փաստաբանն ասում է, որ դատը նշանակված է հաջորդ ամսին։ Ամենայն հավանականությամբ կտան 7 տարի, հաշվի առնելով խոստովանությունը եւ նախկինում դատված չլինելը։ Չեմ ստի, վախենում եմ, բանտը սարսափելի է, բայց հասկանում եմ, որ արժանի եմ պատժին։ Ամեն գիշեր հիշում եմ այն օրը, երբ եկա ձեզ մոտ եւ դրեցի վզնոցը քո վերարկուի գրպանը Մարիամ։ Ինչպես կարողացա այդպես վարվել, ինչպես կարողացա մտածել միայն իմ եւ իմ խնդիրների մասին։ Հիմա հասկանում եմ, թե ինչու են ծնողները միշտ ասում, որ ընտանիքը սուրբ է։ Նրանք զգուշացրել են ինձ, որ հեշտ փողը լավի չի հասցնում, բայց ես չեմ լսել, մտածել եմ, որ ամենախելացին եմ։ Անի, շնորհակալ եմ քեզ արածիդ համար։ Դու փրկեցիր քումորը եւ չթողեցիր, որ ես վերջնականապես ընկնեմ անդունդը։ Եթե պլանը հաջողվեր, ես չէի կարողանա ապրել այդ ծանրաբեռնվածությամբ հոգումս։ Վաղ թե ուշ խղճս կստիպեր խոստովանել։ Ես կգրեմ պատիժս եւ կմտածեմ, թե ինչպես փոխել կյանքս, երբ դուրս գամ։ Ուզում եմ կրթություն ստանալ, նորմալ աշխատանք գտնել, դառնալ մարդ, որով դուք կարողանաք հպարտանալ։ Չգիտեմ, կներեք ինձ երբևէ, բայց ես կաշխատեմ, որ արժանի լինեմ ձեր ներմանը։ Սիրով եւ զղջումով, Անուշ։ Անին ծալեց նամակը եւ վերադարձրեց մորը։ Ինչպես ես կարծում, իսկապես է գրել։ Կարծում եմ, այո, պատասխանեց Մարիամը։ Մարդիկ կարող են փոխվել, եթե իսկապես ուզում են։ Մի անգամ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աղջիկ դասընկերները մոտեցան Անիին եւ նրանցից մեկը հարցրեց. Անի, պատմիր խնդրեմ, ինչ ես զգացել, երբ հասկացար, որ քո մորաքույը ուզում է մեղադրել քո մորը։ Անին շփոթվեց, բայց պատասխանեց. Սկզբում չէի կարողանում հավատալ, սկսեց նա։ Անուշը միշտ բարի էր, ուրախ, մենք շատ ժամանակ էինք անցկացնում միասին, բայց երբ լսեցի նրա խոսակցությունը հեռախոսով եւ տեսա վզնոցը, հասկացա, որ պետք է գործել։ Չէի կարող թույլ տալ, որ մամային մեղադրեն նրա համար, ինչը չի արել։ Վախեցար, հարցրեց դասընկերուհին։ Այո, շատ, բայց վախը երկրորդ պլան անցավ, երբ մտածեցի, թե ինչ կարող է պատահել մամայի հետ։ Ես սիրում եմ նրան եւ չեմ պատկերացնում կյանքը առանց նրա։ Իսկ ինչպես հասկացար, որ պետք է ապացույցներ հավաքել, հարցրեց Ալինա անունով աղջիկը։ Հասկանում էի, որ պարզ խոսքերը բավարար չեն լինի։ Ով կհավատա 12-ամյա աղջկան, ով մեղադրում է մեծահասակին։ Պետք էին փաստեր, ուստի հիշեցի դրան աչքի տեսախցիկը, լուսանկարեցի վզնոցը, ինտերնետում գտա տեղեկություններ նրա համախոհի մասին։ Անի, դու զայրացած ես քո մորաքրոջ վրա, հարցրեց։ Ես հիասթափված եմ, ազնվորեն պատասխանեց աղջիկը։ Ցավում է, երբ մոտ մարդը դավաճանում է, բայց չեմ ուզում ատել նրան։ Անուշը սխալվել է, սարսափելի ընտրություն է արել, բայց նա մարդ է, ընդունակ զղջալու եւ փոխվելու։ Կպահպանես կապը նրա հետ։ Նորից հարցրեց։ Հիմա չգիտեմ, պետք է ժամանակ, ամեն ինչ մտածելու համար։ Գուցե մի օր կարողանամ ներել նրան, բայց դա հաստատ այսօր կամ վաղը չէ։ Երեկոյան փոքրիկ ընտանիք հայքը հավաքրեց տանը ընթրիքի շուրջ։ Մայրը թխել էր կաղամբով կարկանդակ։ Նրանք խոսում էին ապագայի մասին, կառուցում ծրագրեր։ Անի, ասաց մայրը, այս ամենից հետո մտածել եմ։ Դու այդպիսի կարողություններ ցույց տվեցիր հետաքննության հանդեպ, գուցե ապագայում պետք է մտածել համապատասխան կրթության մասին։ Ես արդեն մտածել եմ դրա մասին, խոստովանեց աղջիկը։ Մայորը նույնպես ասում էր, որ տաղանդ ունեմ։ Ուզում եմ դառնալ իրավաբան, պաշտպանել անմեղ մարդկանց, օգնել բացահայտել հանցագործությունները։ Դա արժանի նպատակ է, հավանությամբ գլխով արեց մայրը։ Ես կաջակցամ քեզ ամեն ինչում։ Խոսակցությունը անցավ այլ թեմաների, բայց Անին զգում էր, թե ինչպես է ներսում աճում վստահությունը։ Վերջին շաբաթների իրադարձությունները փոխել էին նրան։ Նա հասունացել էր, ավելի ուժեղ էր դարձել, սովորել էր բարդ որոշումներ կայացնել։ Հաջորդ օրը դպրոցում Անիին դիմավորեցին որպես հերոսուհու։ Տնօրենը հայտարարեց նրա պարգևատրման մասին ընդհանուր հավաքի ժամանակ։ Դասընկերները խնդրում էին լուսանկարվել նրա հետ։ Ուսուցիչները գովում էին, բայց աղջիկը փորձում էր չհպարտանալ։ Նա հասկանում էր, որ պարզապես արել է այն, ինչ պետք է անի։ Դասերից հետո նրա մոտ մոտեցավ Լիլիթ Կոմոյանը։ Անի, հայրիկս ուզում է հանդիպել քեզ, խնդրել է փոխանցել հրավեր կիրակի օրվա ճաշին։ Արի մամայիդ հետ։
Ինչու, զարմացավ Անին։ Ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել եւ նաեւ ունի քեզ համար անակնկալ։ Կիրակի օրը Հարությունյանների ընտանիքը եկավ Կոմոյանների մեծ տունը, քաղաքի ծայրամասում։ Ալեքսանդր Կոմոյանը, հայտնի ոսկերիչը, դիմավորեց նրանց շեմին։ Դա մոտ 50 տարեկան տղամարդ էր, ազնվական մոխրագույն մազերով եւ բարի աչքերով։ Բարի գալուստ, ջերմորեն ողջունեց նա։ Անցեք, խնդրեմ։ Տունը ընդարձակ էր եւ գեղեցիկ կահավորված։ Ընթրիքի սեղանի շուրջ հավաքվել էր Կոմոյանների ամբողջ ընտանիքը։ Ալեքսանդրը, նրա կինը Սվետլանան, Լիլիթը եւ նրա կրտսեր եղբայրը Արտյոմը։ Ընթրիքն անցավ հաճելի մթնոլորտում։ Կոմոյանները բարձվեցին հյուրընկալ տանտերեր։ Գերակույից հետո Ալեքսանդրը խնդրեց բոլորին անցնել հյուրասենյակ։ Անի, դիմեց նա աղջկան, ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել քեզ։ Դու ոչ միայն օգնեցիր վերադարձնել վզնոցը, որը ես ստեղծել եմ ամբողջ տարի, այլև փրկեցիր իմ խանութի հեղինակությունը։ Կողոպուտից հետո հաճախորդները սկսել էին կասկածել մեր անվտանգությանը, բայց հիմա, երբ հանցագործները բռնված են, ամեն ինչ վերադարձել է նորմալ հունի մեջ։ Նա հանեց գեղեցիկ տուփ եւ մեկնեց Անիին։ Սա քեզ համար է, փոքրիկ շնորհակալության նշան։ Աղջիկը բացեց տուփը, ներսում ներբագեղ ոսկե կախազարդ փոքրիկ բանալու տեսքով, ծածկված մանրիկադամանդներով։ Սա չափազանց թանկ է, շշնջաց նա։ Սա իմ աշխատանքն է, ժպտաց Ալեքսանդրը։ Բանալին խորհրդանշում է, որ դու գտար հանցագործության բացահայտման բանալին։ Ադամանդները իսկական են, բայց փոքրիկ, գրիր առողջությամբ։ Շատ մեծ շնորհակալություն։ Անին հուզված էր միջև արդյունքների։ Մարիամը նույնպես շնորհակալություն հայտնեց ոսկերիչին արատաձեռնվերի համար։ Օրվա մնացած մասն անցավ հաճելի զրույցով։ Լիլիթը ցույց տվեց Անիին իր սենյակը։ Նրանք խոսեցին դպրոցի, երազանքների, ապագայի ծրագրերի մասին։ Աղջիկները վերջնականապես ընկերացան։ Երբ Հարությունյանների ընտանիքը հեռանում էր, Ալեքսանդրը ասաց. «Անի, եթե երբևէ օգնության կարիք ունենաս, դիմիր։ Ես միշտ ուրախ կլինեմ օգնել այն մարդուն, ով օգնել է ինձ»։ Տանը Անին կրեց կախազարդը եւ նայեց իրեն հայելու մեջ։ Փոքրիկ բանալին գեղեցիկ փայլում էր պարանոցին։ Նա ժպտաց. Կյանքը կարգավորվում էր, վերքերը սկսում էին ապաքինվել։ Անցավ 1 ամիս։ Տեղի ունեցավ դատավարություն Անուշ Սարգսյանի եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Անին եւ Մարիամը ներկային նիստին։ Դատավորը Արմեն Գևորգյանը վարվում էր համարձակ, փորձում էր խուսափել պատասխանատվությունից, մեղադրում էր Անուշին, որ իբր ինքն է եղել գլխավոր կազմակերպիչը։ Բայց ապացույցները հակառակն էին ասում։ Հենց նա էր պլանավորել կողոպուտը, հավաքագրել համախոհներ, անջատել ազդանշանային համակարգը։ Անուշը պահվում էր հանգիստ, ազնվորեն պատասխանում էր հարցերին, չփորձելով մեղքը գցել ուրիշի վրա։ Երբ դատավորը հարցրեց, արդյոք ճանաչում է իրեն մեղավոր, կինը վճռական պատասխանեց. «Լիովին ճանաչում եմ։ Ես հանցագործություն եմ գործել, մեղադրել եմ սեփական քրոջս, գրեթե քանդել եմ ընտանիքը։ Արժանի եմ պատժի»։ Անուշի փաստաբանը խնդրեց հաշվի առնել մեղմացնող հանգամանքները, անկեղծ խոստովանություն, նախկինում դատված չլինելը, այն փաստը, որ նա համախոհ է եղել, ոչ թե կազմակերպիչ։ Խորհրդակցությունից հետո դատավորը հրապարակեց դատավճիռը։ Արմեն Գևորգյանին 14 տարի ազատազրկում, խիստ ռեժիմի գաղութում։ Անուշ Սարգսյանին 6 տարի ազատազրկում, ընդհանուր ռեժիմի գաղութում։ Լավ վարքի դեպքում վաղաժամկետ ազատարձակման հնարավորությամբ։ Անուշը հանգիստ ընդունեց դատավճիռը։ Դատարանից դուրս գալիս նա հասցրեց հայացք նետել քրոջ եւ զարմուհու կողմը։ Նրա աչքերում այնքան զղջում եւ ցավ կար, որ Անին զգաց, թե ինչպես է ներսում շարժվում համակրանքը։ Դատարանից հետո մայրը ստացավ եւս մեկ նամակ Անուշից։ Նա կարդաց այն բարձրաձայն ընթրիքի ժամանակ։ Հարգելի Մարիան եւ Անի, այսօր դատս էր 6 տարի։ Սա ավելի քիչ է, քան սպասում էի։ Փաստաբանն ասում է, որ լավ վարքի դեպքում կարող եմ ավելի շուտ դուրս գալ։ Սա հույս է տալիս։ Ուզում եմ այս տարիներն օգտագործել օգուտով։ Գաղութում կան կրթական ծրագրեր։ Կսովորեմ, կաշխատեմ, կապացուցեմ, որ կարող եմ փոխվել։ Ուզում եմ դուրս գալ այլ մարդ։ Մտածում եմ ծնողներիս մասին, ինչպես կվշտանային իմանալով, թե ինչ եմ արել։ Մայրս միշտ ասում էր. ընտանիքը սուրբ է։ Հայրիկը սովորեցրել է ազնվություն եւ աշխատասիրություն։ Ես դավաճանել եմ նրանց հիշատակը իմ արարքներով, բայց ես կշտկեմ։ Խոստանում եմ, երբ դուրս կամ կգտնեմ աշխատանք, կկառուցեմ նորմալ կյանք եւ գուցե մի օր կարողանամ նորից դառնալ մեր ընտանիքի մասը։ Ոչ անմիջապես հասկանում եմ, բայց հույս ունեմ։ Անի, դու իսկական հերոսուհի ես։ Ոչ ամեն մեծահասակը կկարողանար հաղթահարել այն, ինչ հաղթահարեցիր դու։ Մեծացիր ուժեղ, խելացի, բարի։ Եվ հիշիր, սխալներ բոլորն են գործում։ Գլխավորն է ճանաչել դրանք եւ շտկել։ Սիրով, Անուշ։ Ինչ ես մտածում, հարցրեց մայրը նամակը հետ դնելով։ Մտածում եմ, որ մարդիկ իսկապես կարող են փոխվել, պատասխանեց Անին, եթե ուզեն։
կյանքը շարունակվում էր։ Անին գլուխը խորասուցեց ուսման մեջ։ Նա գրանցվեց հասարակագիտության և իրավունքի պատմության լրացուցիչ դասընթացների։ Սկսեց կարդալ գրքեր հայտնի իրավաբանների և դետեկտիվների մասին։ Նրան գրավում էին պատմությունները, թե ինչպես են բացահայտվում բարդ գործեր, ինչպես են վերականգնվում արդարությունը։ Լիլիթ Կոմոյանը դարձավ նրա լավագույն ընկերուհին։ Աղջիկները շատ ժամանակ էին անցկացնում միասին, պատրաստվում դասերին, զբոսնում, քննարկում գրքեր և ֆիլմեր։ Լիլիթը երազում էր դառնալ ոսկերչական զարդերի դիզայներ, շարունակել հորը գործը։ Գիտես, ասաց մի անգամ Լիլիթը, հայրիկս ասում է, որ ուզում է ստեղծել հատուկ զարդերի հավաքածու և անվանել այն արդարություն, ի պատիվ այն բանի, որ դու բացահայտեցիր հանցագործությունը։ Դա հիանալի կլիներ, ժպտաց Անին։ Ժամանակն անցնում էր, եկավ ամառը, հետո աշունը։ Անին անցավ 8-րդ դասարան։ Նա շարունակում էր նամակներ ստանալ Անուշից։ Կինը գրում էր գաղութի կյանքի մասին, թե ինչպես է սովորում, աշխատում է կարի արհեստանոցում, ինչպես է փորձում ավելի լավը դառնալ։ Մի անգամ աշնանային երեկո Անին ասաց մորը. «Մամ, ուզում եմ այցելել Անուշին»։ Մարիամը բարձրացրեց աչքերը գրքից։ «Վստահ ես»։ «Այո, դատարանից հետո արդեն կես տարի է անցել, շատ եմ մտածել, զայրույթն անցել է, մնացել է հիասթափությունը, բայց ես պատրաստ եմ տեսնել նրան»։ «Լավ», գլխով արեց մայրը, կգնանք միասին։ Նրանք գնացին գաղութ հաջորդ հանգստյան օրերին։ Անուշը շատ էր փոխվել այս ամիսների ընթացքում։ Նա նիհարել էր, ավելի հավաքված էր դարձել։ Նրա աչքերում հայտնվել էր ինչ-որ հատուկ լրջություն։ «Անի, Մարիամ», ասաց նա, երբ նստեցին միմյանց դիմաց։ «Շնորհակալ եմ, որ եկաք։ Չէի մտածում, որ կուզենաք տեսնել ինձ»։ «Ես կարդացել եմ քո բոլոր նամակները», պատասխանեց աղջիկը, «և տեսնում եմ, որ դու իսկապես փորձում ես փոխվել»։ «Փորձում եմ, այստեղ շատ ժամանակ կա մտածելու համար։ Հասկացել եմ, թե որքան եմ կորցրել հիմարության և ագահության պատճառով։ Կորցրել եմ ազատությունը, ընտանիքը, հեղինակությունը։ Բայց ամենասարսափելին այն է, որ գրեթե կորցրել եմ ինքս, իմ մարդկայնությունը»։ «Ի՞նչն է օգնում քեզ այստեղ», հարցրեց Մարիամը։ «Աշխատանքը, ուսումը։ Անցնում եմ հաշվապահության դասընթացներ։ Ուզում եմ ստանալ նորմալ մասնագիտություն, որպեսզի դուրս գալուց հետո կարողանամ ազնվորեն վաստակել։ Դեռ շատ եմ կարդում, հոգեբանական, փիլիսոփայական գրքեր։ Փորձում եմ հասկանալ ինձ»։ Նրանք խոսեցին ավելի քան 1 ժամ։ Անուշը պատմում էր գաղութի կյանքի մասին, այլ բանտարկյալների մասին, որոնցից շատերը ինչպես ինքը սխալներ էին գործել հանգամանքների կամ վատ մարդկանց ազդեցության տակ։ «Գիտեք, թե ինչն է ամենազարմանալին», ասաց Անուշը բաժանվելուց առաջ։ «Այստեղ հանդիպեցի կանանց, որոնք շատ ավելի վատ են, քան ես, սպանողներ, բայց նույնիսկ նրանք ընդունակ են բարության համակրանքի։ Սա ստիպում է մտածել, թե որքան բարակ է գիծը ճիշտ և սխալ ընտրության միջև»։ «Դու ճիշտ ես», համաձայնեց Մարիամը։ «Գլխավորն է չանցնել այդ գիծը»։ Գաղութից հեռանալիս աղջիկը և նրա մայրը զգացին թեթևություն։ Նրանք արել էին քայլ։ Սա չէր նշանակում, որ մոռացել են դավաճանության մասին, բայց նշանակում էր, որ պատրաստ են տալ Անուշին քրկության շանս։ Տանը մայրը հարցրեց. «Ինչ ես մտածում»։ «Մտածում եմ, որ նա իսկապես փոխվել է։ Նա այլևս այն անհոգ, ուրախ կինը չէ, որ եղել է նախկինում։ Դարձել է ավելի լուրջ, մտածող»։ «Կյանքը սովորեցրել է նրան», հառաչեց Մարիամը։ «Դաժանորեն, բայց սովորեցրել է»։ Անին գլխով արեց։ Վերջին տարվա իրադարձությունները շատ բան էին սովորեցրել ոչ միայն Անուշին, այլև իրեն։ Նա հասկացավ, որ աշխարհը հստակ չի բաժանվում սևի և սպիտակի։ Մարդիկ սխալներ են գործում, դավաճանում, բայց նրանք էլ ընդունակ են զղջալու և փոխվելու։ Անցավ ևս 2 տարի։ Անին սովորում էր 9-րդ դասարանում։ Նա դարձավ դպրոցի լավագույն աշակերտներից մեկը, հատկապես առաջընթաց ունենալով հասարակագիտության, պատմության և գրականության մեջ։ Իրավաբան դառնալու երազանքը ամեն օր ավելի էր ամրապնդվում։ Հարաբերությունները Անուշի հետ աստիճանաբար կարգավորվում էին։ Անին կանոնավոր նամակներ էր գրում նրան, պատմելով դպրոցի, ընկերների, ապագայի ծրագրերի մասին։ Մայրն էլ նամակագրում էր քրոջ հետ, թեև ավելի հազվադեպ։ Նամակներում Անուշը գրում էր իր հաջողությունների մասին։ Նա ստացել էր հաշվապահի մասնագիտություն, աշխատում էր գաղութի գրադարանում, օգնում էր նորեկներին հարմարվել։ Գաղութի վարչակազմը նշում էր նրա օրինակելի վարքը։ Այդ տարվա գարնանը Անին մասնակցեց քաղաքային օլիմպիադայի հասարակագիտության մասով և գրավեց առաջին տեղը։ Սա կարևոր քայլ էր դեպի մասնագիտացված իրավաբանական դասարան, որը բացվում էր նրանց դպրոցում նոր ուս տարվա սկզբից։ Օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ նա կրկին հանդիպեց մայորին։ Նա մոտեցավ նրան պաշտոնական մասից հետո։ «Անի, շնորհավորում եմ հաղթանակի առթիվ։ Տեսնում եմ շարունակում ես զարգացնել քո տաղանդները»։ «Շնորհակալ եմ, փորձում եմ։ Ուզում եմ դպրոցից հետո ընդունվել իրավաբանական բուհ»։ «Գերազանց ընտրություն։ Գիտես, մեր ոստիկանությունում կա դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշման ծրագիր»։
Կարող ես գալ էքսկուրսիաների, ծանոթանալ հետաքննիչների, օպերատիվ աշխատակիցների աշխատանքին։ Դա կօգնի ավելի լավ հասկանալ մասնագիտությունը։ Հիանալի կլիներ, ուրախացավ Անին։ Ուրեմն սպասիր հրավերին։ Կկազմակերպենք քեզ եւ այլ հետաքրքրված դպրոցականների համար բաց դռների հատուկ օր։ Այդ օրը տեղի ունեցավ 1 ամիս անց։ Անին մյուս 10 ավագ դասարանցիների հետ տարբեր դպրոցներից եկավ քաղաքային ոստիկանության բաժին։ Նրանց էքսկուրսիա անցկացրին բոլոր ստորաբաժանումներով, ցույց տվեցին հերթապահ մասը, հետաքննական բաժինը, քրեագիտական լաբորատորիան։ Հատկապես հետաքրքիր էր լաբորատորիան։ Քրեագետը ցույց էր տալիս, թե ինչպես են վերցնում մատնահետքեր, ինչպես են անցկացնում ձեռագրի փորձաքննություն, ինչպես են վերլուծում հանցագործության վայրի հետքերը։ Քրեագիտությունը գիտություն է, ասում էր նա։ Այստեղ տեղ չկա ենթադրությունների եւ կրահումների համար, միայն փաստեր, միայն ապացույցներ։ Անին լսում էր շունչը պահած։ Սա հենց այն էր, ինչով ուզում էր զբաղվել, հասնել ճշմարտությանը, վերականգնել իրադարձությունների պատկերը, պաշտպանել անմեղներին։ Էքսկուրսիայից հետո մայորը հրավիրեց նրան իր գրասենյակ։ Անի, ես տեսնում եմ քո հետաքրքրությունը այս աշխատանքի հանդեպ։ Ունեմ առաջարկ։ Ուզում ես փորձել քեզ որպես ստաժոր։ Իհարկե առանց իրական գործերին մուտքի, բայց կարող ես օգնել արխիվների հետ, դիտարկել հետաքննիչների աշխատանքը։ Լուրջ ես? Անիի աչքերը վառվեցին։ Այո, անվճար պրակտիկա, շաբաթը մի քանի ժամ, բայց փորձը անգին է։ Խոսիր մամայիդ հետ, եթե համաձայնի, արի։ Մայրը իհարկե համաձայնեց։ Այդ օրվանից Անին շաբաթը 2 անգամ գալիս էր ոստիկանություն, դպրոցից հետո։ Նա տեսակարգում էր արխիվային գործեր, ուսումնասիրում հետաքննության մեթոդները, երբեմն ներկա էր լինում հարցաքննություններին, բոլոր մասնակիցների համաձայնությամբ։ Այս պրակտիկան բացեց նրա աչքերը շատ բաների հանդեպ։ Նա տեսավ, թե որքան բարդ եւ պատասխանատու է հետաքննիչի աշխատանքը, որքան կարևոր է օբյեկտիվ լինելը, չտրվել հույզերին, մանրակրկիտ ստուգել յուրաքանչյուր մանրուք։ Մի անգամ նա օգնում էր տեսակարգել խարդախության գործ, որտեղ մեղադրյալ կինը պնդում էր, որ գործել է իր կողակցի ճնշման տակ։ Անին տեսնում էր նրա մեջ ինչ-որ ծանոթ բան, նույն կորուստը, նույն զղջումը, ինչ Անուշի մոտ։ Որքան հաճախ են մարդիկ հանցագործություններ գործում ուրիշների ազդեցության տակ։ Ավելի հաճախ, քան կուզենայինք, հարաճեց մայորը։ Մանիպուլյացիա, ճնշում, սպառնալիք։ Այս ամենը մարդկանց հանցագործության ճանապարհով է տանում, հատկապես կանանց, ովքեր ընկնում են գործընկերների ազդեցության տակ։ Իսկ արդարացի է նրանց այնպես խիստ պատժելը, ինչպես գլխավոր կազմակերպիչներին։ Օրենքը հաշվի է առնում մասնակցության աստիճանը։ Համախոհներին սովորաբար ավելի մեղմ են պատժում, բայց պատասխանատվությունից խուսափել չի լինի։ Չի կարելի ամբողջությամբ հանել մեղքը մարդուց միայն այն պատճառով, որ նրան մանիպուլյացիայի են ենթարկել։ Յուրաքանչյուրն ունի ընտրություն։ Անին մտածեց. այո, Անուշն ուներ ընտրություն։ Նա կարող էր չհամաձայնել կողոպուտին, բայց ընտրեց հեշտ ճանապարհը եւ հիմա վճարում էր դրա համար։ Հաջորդ տարվա գարնանը եկավ անսպասելի լուր։ Անուշ Սարգսյանը ստացավ վաղաժամկետ ազատարձակման իրավունք։ Նա գրել էր 3 տարի 6-ից եւ հանձնաժողովը ճանաչել էր նրան որպես ուղված։ Ազատարձակումը պետք է տեղի ունենար 1 ամիս հետո։ Լուրը խառը զգացմունքներ առաջացրեց։ Մի կողմից Անին ուրախ էր, որ նա դուրս է գալիս ազատություն։ Մյուս կողմից անհանգստանում էր, թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները հիմա, երբ Անուշը վերադառնա սովորական կյանք։ Մայրն էլ անհանգստանում էր, չգիտեմ պատրաստ եմ արդյոք նրա վերադարձին, դեռ ցավում է հիշել, թե ինչ է արել։ Բայց նա փոխվել է, մամ, առարկեց Անին։ Տեսնում եմ դա նամակներից, մեր հանդիպումներից, նա այլևս նախկին Անուշը չէ։ Տեսնենք, անորոշ պատասխանեց Մարիամը։ Անուշի ազատարձակման օրը եկավ արևոտ մայիսյան առավոտյան։ Անին եւ մայրը գնացին դիմավորելու նրան գաղութի դարպասների մոտ։ Նրանք կանգնած էին մեքենայի մոտ, երբ ծանր դարպասները բացվեցին, եւ դրանցից դուրս եկավ Անուշը։ Կինը ել ավելի էր փոխվել։ Նա նիհար էր, բայց կազմվածքով։ Մազերը կարճ կտրված, դեմքը առանց դիմահարդարման, բայց աչքերում վառվում էր նոր կրակ, հույսի եւ վճռականության կրակ։ Տեսնելով քրոջը եւ զարմուհուն, Անուշը կանգ առավ, հետո դանդաղ մոտեցավ։ Ոչ ոք չգիտեր ինչ ասել։ Կախվեց անհարմար դադար։ Վերջապես Մարիամը քայլ արեց առաջ եւ գրկեց քրոջը։ Պարզապես ամուր երկար գրկեց։ Անուշը լաց եղավ։ Ներիր, կրկնում էր նա արդյունքների միջով։ Ներիր, ներիր, ներիր։ Հանգստացնում էր Մարիամը։ Ամեն ինչ անցյալում է։ Դու գրել ես պատիժդ, փոխվել ես, հիմա սկսիր նոր կյանք։ Անին էլ մոտեցավ եւ գրկեց նրան։ Երեքով կանգնած էին գրկախառնված եւ լաց լինում, ցավից, թեթևությունից, լավագույն ապագայի հույսից։ Տան ճանապարհին Անուշը պատմում էր իր ծրագրերի մասին։ Արդեն աշխատանք եմ գտել, նախկին բանդարտյալների աշխատանքի տեղավորման ծրագրով։ Փոքրիկ ընկերությունում, հաշվապահի օգնական։ Տնօրինը գիտի իմ անցյալի մասին, բայց պատրաստ է շանս տալ։ Կապրեմ վարձակալած բնակարանում,
կաշխատեմ, աստիճանաբար կվերադառնամ նորմալ կյանքի։ Դա լավ է, հավանեց Մարիամը։ Գլխավորն է չշեղվել ընտրված ճանապարհից։ Չեմ շեղվի, խոստանում եմ։ Այս 3 տարիները սովորեցրին ինձ գնահատել ազատությունը, ընտանիքը, ազնիվ կյանքը։ Այլևս երբեք չեմ ուզում վերադառնալ այնտեղ։ Տանը ճաշի ժամանակ Անուշը դիմեց Անիին։ Անի, լսել եմ, որ ուզում ես դառնալ իրավաբան։ Այո, գլխով արեց աղջիկը։ Ուզում եմ պաշտպանել անմեղներին, օգնել բացահայտել հանցագործությունները։ Դա ազնիվ նպատակ է, եւ ես վստահ եմ, որ կհասնես դրան։ Քո մոտ ամեն ինչ կա՝ խելք, համարձակություն, արդարության զգացում։ Շնորհակալ եմ։ Եվ գիտես ինչ, Անին նայեց նրա աչքերին։ Այդ կողոպուտի պատմությունը որքան էլ սարսափելի լիներ, շատ բան սովորեցրեց ինձ։ Հասկացա, որ հանցագործությունները գործում են ոչ թե հրեշները, այլ սովորական մարդիկ, ովքեր սխալ ընտրություն են արել, եւ որ յուրաքանչյուրը արժանի է շտկման շանսի։ Անուշը ժպտաց արցունքների միջով։ Դու տարիքիդ չհամապատասխան խելացի ես, աղջիկ, պահպանիր այդ որակը։ Անցավ եւս 4 տարի։ Անին ավարտեց դպրոցը եւ ընդունվեց իրավաբանական համալսարան։ Նրա երազանքը կատարվում էր։ Նա սովորում էր կրկոտորեն, գլուխը խորասուզելով իրավունքի, քրեագիտության, հոգեբանության ուսումնասիրության մեջ։ Անուշը այդ տարիների ընթացքում լիովին ինտեգրվել էր հասարակության մեջ։ Նա հաջողությամբ աշխատում էր որպես հաշվապահ, ապրում էր փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանում։ Հարաբերությունները ընտանիքի հետ աստիճանաբար կարգավորվել էին։ Նրանք կանոնավոր հանդիպում էին, նշում տոներ միասին։ Իհարկե, Անուշի եւ Մարիամի միջև միշտ մնացել էր թեթև ճակ, այդ դավաճանության հետքը, բայց երկուսն էլ սովորել էին ապրել դրա հետ, ընդունելով անցյալը որպես դաս, ոչ թե որպես դատավճիռ։ Արմեն Գևորգյանը շարունակում էր կրել պատիժը։ Անուշը այլևս երբեք չէր հիշատակում նրան, կարծես ջնջելով հիշողությունից։ Դա իր կյանքի փակված եւ ցավոտ էջն էր։ Մի անգամ, երբ Անին համալսարանի 2-րդ կուրսում էր, նրան զանգեց մայորը։ Անի, ունեմ հետաքրքիր առաջարկ։ Մենք հավաքում ենք իրավաբանության ուսանողների խումբ հետաքննական բաժնում ստաժորի համար։ Ուզում ես փորձել։ Իհարկե, առանց մտածելու, պատասխանեց նա։ Ստաժորությունը դժվար, բայց աներևակայելի հետաքրքիր էր։ Անին աշխատում էր փորձառու հետաքննիչների ղեկավարությամբ, ուսումնասիրում իրական գործեր, մասնակցում հարցաքննությունների, դուրս գալիս հանցագործության վայր։ Սա անգին փորձ էր։ Մի անգամ նրան հանձնարարեցին ուսումնասիրել մասնավոր տանը գողության գործ։ Մեղադրյալը երիտասարդ կին էր, ով պնդում էր, որ գործել է ընկերոջ սպառնալիքների տակ։ Գործի նյութերը կարդալիս Անին հիշեց Անուշին եւ շատ տարիներ առաջ տեղի ունեցած իրավիճակը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրեց բոլոր մանրամասները, հարցազրույցներ անցկացրեց վկաների հետ, հավաքեց լրացուցիչ ապացույցներ։ Ի վերջո հաջողվեց ապացուցել, որ կինը իսկապես ընտանեկան բռնության եւ մանիպուլյացիաների զոհ է եղել։ Նրան դատապարտեցին պայմանական ժամկետով, պարտադիր վերականգնողական ծրագրով, իսկ գլխավոր կազմակերպչին, ընկերոջը, ուղարկեցին բանտ։ Այս գործը ամրապնդեց Անիի վճռականությունը դառնալ փաստաբան։ Նա ուզում էր ոչ միայն պատժել հանցագործներին, այլև հասկանալ հանցագործությունների պատճառները, օգնել նրանց, ովքեր հայտնվել են դժվար իրավիճակում, պաշտպանել նրանց, ովքեր չեն կարող ինքնուրույն պաշտպանվել։ Համալսարանական տարիները արագ անցան։ Անին ստացավ գերազանցությամբ դիպլոմ։ Դիպլոմի հանձնման օրը մայորը եկավ շնորհավորելու։ Անի, ասաց նա, այն օրը, երբ 12-ամյա աղջիկը բացահայտեց կողոպուտը, ես հասկացա, որ նրանից կդառնալ լավ իրավաբան, եւ չսխալվեցի։ Շնորհակալ եմ, ժպտաց Անին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս տարիների ընթացքում, հատկապես մամային։ Անուշը մոտեցավ նրան ավելի ուշ, դիպլոմի հանձնման ժամանակ։ Անի, հպարտ եմ քեզնով եւ շնորհակալ եմ։ Դու ոչ միայն փրկեցիր քո մորը այն ժամանակ, այլև փրկեցիր ինձ։ Տվիր ինձ շտկվելու հնարավորություն։ Չհրաժարվեցիր, երբ ավելի հեշտ կլիներ դա անել։ Անուշ, յուրաքանչյուրն արժանի է երկրորդ շանսի։ Դու ճիշտ օգտագործեցիր այն։ Կառուցեցիր նոր կյանք, դարձար այլ մարդ։ Գիտես, Անուշը մի փոքր մտածեց։ Մի քանի տարի առաջ ստացա նամակ Արմենից։ Գրում էր գաղութից, խնդրում ներողություն, ասում, որ ինքն էլ փոխվել է։ Չպատասխանեցի։ Որոշ մարդկանց ավելի լավ է մնալ անցյալում։ Դու ճիշտ ես, համաձայնեց Անին։ Անին հիշեց այն օրը, շատ տարիներ առաջ, երբ ամեն ինչ սկսվեց։ Կեղծ հիվանդություն, բանալու ձայնը փականում, Անուշը վզնոցով ձեռքում։ Որքան սարսափելի էր վախենում այն ժամանակ, ինչպես չգիտեր ինչ անել, բայց նա հաղթահարեց։ Գտավ իր մեջ ուժ, հավաքեց ապացույցներ, փրկեց մորը եւ այդ իրադարձությունը որոշեց իր ողջ հետագա կյանքը։ Գիտես, մտածված ասաց Անին, երբեմն ամենասարսափելի իրադարձությունները դառնում են ամենակարևոր դասերը։ Այդ պատմությունը սովորեցրեց ինձ չխուճապվել կրիտիկական իրավիճակներում, մտածել գլխով, փնտրել ելք։ Եվ ցույց տվեց, որ նույնիսկ ամենամոտ մարդկանց մեջ կարող է սխալվել, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել մարդկանց հանդեպ հավատից։ Խելացի խոսքեր, ժպտաց Անուշը, դու մեծացել ես զարմանալի մարդ։
Հաջորդ օրը Անին սկսեց աշխատանքը որպես օգնական փաստաբանական գրասենյակում։ Նրա առաջին գործը խարդախության մեջ մեղադրվող կնոջ պաշտպանությունն էր։ Գործի նյութերը կարդալիս Անին տեսնում էր ծանոթ պատկեր՝ մանիպուլյացիա, ճնշում, մարդու օգտագործում օտար նպատակների համար։ Նա կրկոտորեն ուսումնասիրեց գործը, մասնակցեց ապացույցների հավաքմանը, ներկա էր վկաների հարցազրույցներին, ուսումնասիրեց պաշտպանության գիծը։ Ի վերջո կնոջը արդարացրին, իսկ իսկական մեղավորին գրավեցին պատասխանատվության։ Դատարանից հետո Անին դուրս եկավ շենքից եւ կանգ առավ, նայելով երկնքին։ Նա զգում էր բավարարվածություն, հպարտություն, ուրախություն։ Նա անում էր այն, ինչ սիրում էր, ինչ համարում էր ճիշտ։ Սա նրա աշխատանքային գործունեության սկիզբն էր այդ դժվար իրավաբանական ճանապարհին, եւ դա նրան դուր էր գալիս։ Պարանոցին կախված էր Ալեքսանդր Կոմոյանի նվիրած փոքրիկ բանալու տեսքով ոսկե կախազարդը։ Նա միշտ գրում էր այն, որպես հիշեցում, թե ինչով է սկսվել ամեն ինչ։ Բանալին, որը բացել էր դուռը դեպի իր ապագան։ Տարիներ անց, երբ Անին դարձավ հայտնի փաստաբան, պաշտպանելով տասնյակ անմեղ մեղադրվածների, լրագրողները հաճախ հարցնում էին նրան. «Ինչն է ոգեշնցել ձեզ դառնալ իրավաբան»։ Եվ նա միշտ պատասխանում էր նույնը. «Մի անգամ, երբ 12 տարեկան էի, հասկացա, թե որքան կարևոր է պայքարել արդարության համար, եւ այդ ժամանակվանից դա դարձավ իմ կյանքի իմաստը»։ Այն գարնյան պատմությունը, երբ աղջիկը անունը Անի կեղծ հիվանդություն էր ձևացրել եւ պատահաբար բացահայտել հանցագործություն, դարձավ ընտանեկան լեգենդ։ Այն պատմում էին կրտսեր սերունդներին որպես համարձակության, վճռականության, արդարության հանդեպ հավատի օրինակ։ Իսկ Անուշը, ով ժամանակին սարսափելի սխալ էր գործել, դարձավ օրինակ, որ նույնիսկ անկումից հետո կարելի է վեր կենալ, շտկվել, ավելի լավը դառնալ։ Նա ապրեց կյանքի մնացած մասը ազնվորեն, այլևս երբեք չխախտելով օրենքը, օգնելով այլ նախկին բանդարգյալների հարմարվել ազատությունից հետո։ Հարությունյանների ընտանիքը սովորեց ներել, բայց չմոռանալ։ Նրանք հիշում էին այն գարունը որպես կյանքի ամենածանր փորձություն, որը այնուամենայնիվ դարձրեց նրանց ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի խելացի։ Գլխավոր դասը, որ նրանք քաղեցին, ամենածանր հանգամանքներում անգամ պետք է պահպանել արժանապատվությունը, գործել խղճով եւ հավատալ լավագույնին։ Եվ այդ դեպքում արդարությունը անպայման կհաղթի։